Հղի կինը մենակ է մնում ավտոբուսի կանգառում, ձեռքին ընդամենը մի բոքոն հաց։ Մինչ գիշերվա ցուրտն ուժգնանում է, գծկումները մոտենում են, մի անծանոթ որոշում է կանգնեցնել մեքենան։ Այս պարզ քայլը փոխում է ցավով լի երկու կյանքերի ընթացքը, սկիզբ դնում արդարության ու վերածննդի մի ճանապարհորդության։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, սա լավագույն պատմությունն է, որ երբեք լսելու եք ձեր կյանքում։ Երանի երկինքը սկսում էր ներկվել նարնջագույն ու մանուշակագույն երանգներով, երբ մեքենան կանգնեց Մաշտոցի պողոտայի ավտոբուսի կանգառի դիմաց։ Անահիտը շփոթված նայեց պատուհանից։ Սա այն ճանապարհը չէր, որով նրանք սովորաբար գնում էին Դավթի մոր տուն։ Դավիթն անջատեց շարժիչը, մի քանի վայրկյան լուռ մնաց, ձեռքերը դեռ ղեկին, հայացքը դիմացի փողոցին հառած։ Այստեղ մոտակայքում մի կարճ գործ ունեմ, ասաց նա, առանց Անահիտին նայելու։ Դեմ չես մի քանի րոպե սպասես։ Անկյունի հացի փռից մեզ համար տաք հաց եմ առել։ Մի քիչ օդ կշնչիր, մինչ ես գործս կարգավորեմ։ Անահիտը բռնեց 8 ամսական փորը, զգալով արդեն տեղավորված երեխայի ծանրությունը։ Մեջքը ցավում էր, ոտքերն ուռել էին, նա միայն ուզում էր շուտ հասնել տուն ու պառկել։ Բայց Դավիթը վերջին օրերին լարված էր թվում, օտարացած, Անահիտը չուզեց նոր վեճ սկսել։ Լավ, պատասխանեց նա, դժվարությամբ բացելով դուռը։ Բայց շուտ արա, հա։ Հոգնել եմ։ Դավիթն ընդամենը գլխով արեց, նրան մեկնեց դեռ տաք հացով տոպրակը։ Անահիտը դանդաղ իջավ մեքենայից, ուղղեց ուսի պայուսակը, հացը սեղմեց կրծքին։ Երեկոյան զով օդը հպվեց դեմքին, մինչ նա քայլում էր դեպի կանգառի բետոնե նստարանը։ Դավիթը արագ պոկվեց տեղից, անիվները թեթ ճռնչացին ասֆալտի վրա։ Անահիտը հետ նայեց, սպասելով, որ նա թաղամասի շուրջը պտտվի, բայց մեքենան անհետացավ անկյունում, այլևս չվերադարձավ։ Առաջին 5 րոպեները հանգիստ անցան։ Անահիտը բացեց տոպրակը, մի կտոր հաց գծեց, զգալով, թե ինչպես է քաղցր համն ու փափուկ կառուցվածքը հալվում բերանում։ Մտածեց, թե որքան ժամանակ է մնացել մինչ երեխայի ծնունդը, այն շորերի մասին, որ դեռ պետք է լվանար, օրորոցի մասին, որ Դավիթը խոստացել էր հավաքել անցած շաբաթ, բայց որը դեռ արկղի մեջ էր։ Այնքան տարօրինակ է իրեն պահում, մտածեց նա, ձեռքը փորին տանելով։ Երի ուղակի հայր դառնալու նյարդայնությունից է։ Անցավ 10 րոպե։ Պողոտայում երթևեկությունը սկսեց նվազել։ Մի քանի մեքենա արագ անցնում էր, բայց ոչ մեկը չէր կանգնում։ Անահիտը հանեց հեռախոսը, տեսավ, որ նոր հաղորդագրություններ չկան։ Գրեց. Ուշանում ես, սերս։ Ամեն ինչ լավ է։ Ուղարկեց, սպասեց։ Հաղորդագրությունը տեղ հասավ, բայց կարդացված չէր։ 15 րոպե։ 20։ 30։ Երկինքս 1 տոնով մգացավ։ Փողոցային լապտերները սկսեցին ինքնաբերաբար վառվել, մայթին երկար ստվերներ գցելով։ Անահիտը զգաց, թե ինչպես է անհանգստությունը բարձրանում կրծքավանդակով։ Նա զանգահարեց։ Հեռախոսը 1, 2, 3 անգամ զանգեց, մինչ անցավ ձայնային փոստ։ Նորից զանգեց։ Նույն բանը։ Երրորդ փորձից զանգը մերժվեց։ Հենց այդ պահին նրա ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Դեռ զայրույթ չէր, այլ վախի հետ խառնված շփոթություն։ Անահիտը բացեց հաղորդագրությունների հավելվածը, վերընթերցեց վերջին օրերի խոսակցությունները։ Դավիթն ավելի ու ավելի միավանք էր դարձել, պատասխանելով այո, ոչ, հետո կխոսենք։ Նա ամեն ինչ վերագրել էր աշխատանքի սթրեսին, ծննդաբերության մոտենալուն, աճող ծախսերին։ Բայց հիմա, մենակ այդ ավտոբուսի կանգառում, ձեռքերում սառչող հացով, նա սկսեց գիտակցել, որ գուցե ավելին կար։ Նա մեկ այլ հաղորդագրություն գրեց. Դավիթ, խնդրում եմ, պատասխանիր։ Անհանգստանում եմ։ Հաղորդագրությունը տեղ հասավ։ Կարդացվեց։ Բայց ոչ մի պատասխան չեկավ։ Նրա մատները դողում էին, երբ բռնել էր հեռախոսը։ Եվս մեկ անգամ փորձեց զանգել։ Այժմ համարն անջատված էր։ Անցավ 1 ժամ։ Գիշերն ամբողջությամբ իջավ։ Երանի նոյեմբերյան ցուրտը սկսեց թափանցել նրա հագուստի միջով, ստիպելով դողալ։ Անահիտը ձեռքերը խաչեց փորի վրա, փորձելով տաքանալ, բայց ապարդյուն։ Մարդիկ շտապով անցնում էին, ոմանք հայացք էին գցում նրա վրա, բայց ոչ ոք չէր կանգնում։
Գիշերը ավտոբուսի կանգառում մենակ հղի կինը բավականաչափ արտասովոր ելույթ չէր ուշադրություն գրավելու համար, պարզապես բավական էր արագ խղճահարության հայացք նետելու առաջ շարժվելու համար։ Նա մտածեց զանգել իր մորը, բայց նրանք ամիսներ շարունակ չէին խոսել այն կռվից հետո, երբ մայրն ասել էր, որ Դավիթը լավ տղա չէ, որ Անահիտը չափազանց կուրացել է դա տեսնելու համար։ Մտածեց զանգել իր լավագույն ընկերուհուն Լիլիթին, բայց չափազանց նվաստացած էր զգում խոստովանելու համար, որ գուցե մոլորվել ու լքվել է։ Այսպիսով նա մնաց այնտեղ կանգնած հպարտության հուսահատության մեջ, սպասելով, որ ցանկացած պահի Դավիթը կվերադառնա ինչ-որ անհեթեթ արդարացումով, նա կկարողանա ձացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել։ Բայց նա չվերադարձավ։ Եվ որքան շատ է ժամանակն անցնում, այնքան Անահիտը զգում էր, թե ինչպես է ճշմարտությունը ծանր քարի պես նստում իր կրծքին։ Նա չի վերադառնալու, շնջաց մի ձայն նրա գլխում։ Նա քեզ դիտմամբ է այստեղ թողել։ Նա թափահարեց գլուխը, փորձելով հեռացնել միտքը։ Ոչ, դա հնարավոր չէր։ Նրանք 3 տարի միասին էին։ Ծրագրեր ունեին։ Երեխա էին ունենալու։ Ինչպես կարող է մարդն այդպես պարզապես լքել մեկին։ Բայց պատասխանն այնտեղ էր, հեռախոսի լռության, նրա բացակայության, այն բանի մեջ, թե ինչպես ամեն ինչ այդքան արագ ու հաշվարկված էր եղել։ Դեռ տաք հացը։ Անորոշ պատրվակը։ Գնալուց առաջ նրան չնայելը։ Ամեն ինչ հիմա իմաստ ուներ, դաժան ու ցավալի իմաստ, որը նա չէր ուզում ընդունել։ Անահիտը սկսեց լաց լինել։ Դրանք դրամատիկ արցունքներ կամ բարձր հեկեկոցներ չէին, այլ լուր լաց, որը հոսում էր դեմքով, մինչ նա նայում էր դատարկությանը։ Որովայնի ստորին հատվածում թեթ կծկում զգաց, պուտ ցավ, որը գալիս ու գնում էր։ Առաջին անգամը չէր, որ զգում էր այդ մարզական կծկումները, բայց հիմա, մենակ ու անօգնական, դրանք ավելի սպառնալից էին թվում։ Նա փորձեց վեր կենալ, բայց ոտքերը թույլ էին։ Նորից նստեց, խորը շունչ քաշելով, փորձելով զսպել խուճապը, որը սկսում էր տիրել իր մտքին։ Պետք է այստեղից գնամ, մտածեց նա։ Պետք է ապահով տեղ գտնեմ։ Բայց ուր գնալ։ Բավականաչափ գումար չուներ տաքսիով քաղաքի մյուս ծայրում գտնվող մոր տուն գնալու համար։ Այդ տարածքում մտերիմ ընկերներ չուներ։ Նա բոլորովին մենակ էր, երեխան ճանապարհին էր, գաղափար չուներ, թե ինչ անել։ Հենց այդ ժամանակ մի մեքենա դանդաղեցրեց ընթացքը, կանգնեց մի քանի մետր այն կողմ։ Անահիտը գլուխը բարձրացրեց, սիրտը բաբախում էր հույսի վախի խառնուրդից։ Դա Դավթի մեքենան չէր։ Արծաթագույն ամենագնաց էր, մի փոքր հին, բայց լավ խնամված։ Վարորդի դուռը բացվեց, մի տղամարդ իջավ։ Նա մոտ 40 տարեկան կլիներ, մուգ մազերով, քունքերին ճերմակ մազերով, հոգնած, բայց բարի դեմքով։ Նրա հետում, հետի նստատեղին, մոտ 8 տարեկան մի աղջիկ մեծ ու հետաքրքրասեր աչքերով նայում էր պատուհանից։ Հայրիկ, տես, կինը վատ է զգում, ասաց աղջիկը, մատնացույց անելով Անահիտին։ Տղամարդը վարանեց։ Անահիտը կարող էր տեսնել նրա դեմքի ներքին պայքարը, այն մասը, որն ուզում էր օգնել, այն մասը, որը գիտեր, որ գիշերը անծանոթի համար կանգնելը կարող է վտանգավոր լինել։ Բայց հետո նա նայեց Անահիտի փորին, արցունքներով թաց դեմքին, նրա մեջ ինչ-որ բան զիջեց։ Տիկին, լավ եք, հարցրեց նա, դանդաղ մոտենալով, հարգալից հեռավորություն պահպանելով։ Անահիտը չկարողացավ պատասխանել։ Ընդամենը գլուխը թափահարեց, արցունքներն այժմ ավելի ուժգին էին հոսում։ Տղամարդը հայացքով խոսեց դստեր հետ, որն արդեն իջնում էր մեքենայից, ձեռքին մի շիշ ջուր։ Տիկին, մի քիչ ջուր խմեք, ասաց աղջիկը, շիշը մեկնելով ամաչկոտ, բայց անկեղծ ժպիտով։ Անահիտը դողացող ձեռքերով վերցրեց ջուրը, մի քանի կում արեց։ Զով հեղուկը իջավ չոր կոկորդով, բերելով ակնթարթային թեթացում։ Նա սրբեց արցունքները ձեռքի թիկունքով, փորձեց ժպտալ աղջկան։ Շնորհակալ եմ, սիրելիս։ Տղամարդը կռացավ նրա դիմաց, դեռ հեռավորություն պահպանելով։ Ներեցեք հարցի համար, բայց ձեզ օգնություն է պետք։ Ձեզ որը մեկը պետք է վերցնի։ Անահիտը նայեց նրան, այդ անծանոթին, որը կանգնել էր, երբ մյուս բոլորն անցել էին, ճշմարտությունը խոսելու հուսահատ կարիք զգաց։ Ոչ, շշնջաց նա։ Ոչ ոք չի գալու։ Ինձ այստեղ թողել են։ Տղամարդը խոժոռվեց, շփոթված։ Թողել են։ Ինչպես թե։ Անահիտը խորը շունչ քաշեց, փորձելով կարգի բերել բառերը։ Ընկերս ինձ այստեղ բերեց, ասաց, որ մի կարճ գործ ունի, կվերադառնա։
Բայց արդեն 1 ժամից ավելի է անցել, նա հեռախոսին չի պատասխանում։ Նա կանգ առավ, զգալով, թե ինչպես է կոկորդը սեղմվում։ Կարծում եմ, նա չի վերադառնալու։ Կարծում եմ, նա ինձ լքեց այստեղ։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Տղամարդս մեկ անգամ հայացքով խոսեց դստեր հետ, այս անգամ ավելի անհանգիստ։ Աղջիկը մոտեցավ Անահիտին թեթակի դիպավ նրա ձեռքին։ Մի տխրեք, տիկին։ Հայրիկս ձեզ կօգնի։ Նա միշտ բոլորին օգնում է։ Տղամարդը հոգոց հանեց ձեռքը տարավ մազերի միջով։ Տեսեք, ես ճիշտ չգիտեմ, թե ինչ է կատարվում այստեղ, բայց ես չեմ կարող ձեզ մենակ թողնել այս վիճակում։ Իմ անունն Արմեն է։ Սա դուստրս է, Նարեն։ Եթե ուզում եք, մենք կարող ենք ձեզ մի տեղ տանել։ Որը մեկը կա, ում կարող եք զանգել։ Ընտանիքի անդամ, ընկեր։ Անահիտը մտածեց մոր մասին, նրանց միջ եղած հեռավորության, այն ամոթի մասին, որ պետք է խոստովաներ, որ մայրը ճիշտ էր Դավթի հարցում։ Մտածեց Լիլիթի մասին, որը հավանաբար հիվանդանոցում հերթապահության կլիներ։ Մտածեց բոլոր այն կամուրջների մասին, որոնք այրել էր վերջին ամիսներին Դավթի պատճառով, որը միշտ ասում էր, որ իրենց իրարից բացի ոչ ոք պետք չէ։ Ես գնալու տեղ չունեմ, վերջապես խոստովանեց նա, ձայնը կոտրվելով։ Հիմա չունեմ։ Արմենը մի պահ լուռ մնաց, ակնհայտորեն կշռադատելով տարբերակները։ Նարեն քաշեց նրա վերնաշապիկի թքը։ Հայրիկ, մենք չենք կարող նրան այստեղ թողնել։ Նա փորում երեխա ունի։ Գիտեմ, աղջիկս, պատասխանեց Արմենը, նորից նայելով Անահիտին։ Տեսեք, ես այստեղ մոտ եմ ապրում, մոտ 10 րոպեի ճանապարհ է։ Այնքան էլ շքեղ չէ, բայց հյուրասենյակ ունենք, որը կարող ենք կարգի բերել։ Դուք կարող եք այնտեղ մնալ, մինչ ձեր գործերը կարգավորեք, մինչ որը մեկի հետ խոսեք։ Չի կարելի ձեզ փողոցում թողնել։ Անահիտը անհավատորեն նայեց նրան։ Ինչու դուք դա կանեիք անծանոթի համար։ Արմենը թոթվեց ուսերը։ Որովհետև եթե իմ քույրը կամ ապագայում իմ դուստրը լիներ, ես կուզենայի, որ որը մեկը կանգներ։ Որովհետև դա է ճիշտը։ Նա մեկնեց ձեռքը։ Եկեք, գնանք այստեղից։ Անահիտը վարանեց։ Նրա ներսում ամեն ինչ գոռում էր չվստահել, անծանոթներից օգնություն չընդունել, զգույշ լինել։ Բայց այլընտրանքը այնտեղ մնալն էր, մենակ, հղի, առանց գումարի, առանց հեռանկարի։ Նա նայեց Նարեին, այդ բարի աչքերով երեխային, որը դեռ հավատում էր մարդկանց բարությանը, մտածեց իր կրծքի տակ գտնվող երեխայի մասին։ Ինչպիսի։ Մայր կլիներ, եթե չընդուներ օգնությունը, երբ դրա կարիքն ուներ։ Նա բռնեց Արմենի ձեռքը դանդաղ վեր կացավ։ Շնորհակալ եմ, ասաց նա, ձայնը խեղդվելով։ Դուք չեք պատկերացնում, թե սա որքան բան է նշանակում։ Նրանք քայլեցին դեպի ամենագնացը։ Նարեն օգնեց Անահիտին նստել ուղորի նստատեղին, մինչ Արմենը դրեց հացով տոպրակն ու նրա պայուսակը։ Երբ բոլորը տեղավորվեցին, նա միացրեց մեքենան դանդաղ շարժվեց պողոտայով։ Անահիտը նայեց պատուհանից, տեսնելով, թե ինչպես է ավտոբուսի կանգառը անհետանում հեռվում, իր ներսում տարօրինակ բան զգաց։ Դա միայն տխրություն կամ զայրույթ չէր։ Դա թեթացման, վախի մի փոքր հույսի խառնուրդ էր, որը նա չգիտեր, իրավունք ուներ զգալու, թե ոչ։ Արմենի տունը գտնվում էր հանգիստ, ծառաշատ թաղամասում, նեղ փողոցներով, հին տներով։ Նա կայանեց երկհարկանի շենքի դիմաց, որն ուներ արջի այգի ճոճաթոռներով պատշգամբ։ Շքեղ չէր, բայց հարմարավետ էր, այնպիսի տեղ, որի մասին Անահիտը միշտ երազել էր, բայց երբեք չէր ունեցել։ Նարեն վազելով իջավ բացեց դարպասը։ Եկեք, տիկին, ներս մտեք։ Ես ձեզ սենյակը ցույց կտամ։ Արմենն օգնեց Անահիտին իջնել ուղեկցեց նրան դեպի տուն։ Ներսը պարզ էր, բայց կոկիկ։ Հյուրասենյակ, վանդակավոր գործվածքով բազմոցով, գրքերով լի գրադարակով, պատերին ընտանեկան լուսանկարներով։ Հետի խոհանոցից սուրճի թեթ բույր էր գալիս։ Ամեն ինչ կենդանի, օգտագործված, իրական էր թվում։ Հյուրասենյակը փոքր էր, մեկտեղանոց մահճակալով, կոմոդով պատուհանով, որը նայում էր հետի այգուն։ Արմենը վառեց լույսը ուղեց բարձերը։ Ներեցեք անկարգության համար։ Մենք շատ հյուրեր չենք ունենում։ Կատարյալ է, անկեղծորեն ասաց Անահիտը։ Իսկապես շնորհակալ եմ։ Նարեն դռան մոտ հայտնվեց ծածկոցով։ Վերցրեք, տիկին։ Գիշերը բավականին ցուրտ է լինում։
Անահիտը վերցրեց ծածկոցը գրկեց աղջկան. Դու շատ բարի ես, Նարէ. Շնորհակալ եմ, որ խնդրեցիր հայրիկիդ կանգնել։ Արմենը կոկորդը մաքրեց, ակնհայտորեն անհարմար զգալով պահի հուզականությունից։ Դե, ես ձեզ կթողնեմ հանգստանաք։ Եթե որե բանի կարիք ունենաք, մենք այստեղ ենք։ Միջանցքում լոգարան կա։ Վաղը ավելի լավ կխոսենք, թե ինչ անել, լավ։ Անահիտն ընդամենը գլխով արեց։ Երբ Արմենն ու Նարեն դուրս եկան փակեցին դուռը, նա նստեց մահճակալին վերջապես թույլ տվեց, որ արցունքներն ազատ հոսեն։ Լաց էր լինում դավաճանության, լքվածության, բոլորովին մոլորված լինելու զգացումի համար։ Բայց նա լաց էր լինում թեթացումից, ապահով տեղում լինելու, այլս այդ ավտոբուսի կանգառում մենակ չլինելու, այդքան մութ պահին բարի մարդկանց գտնելու համար։ Նա պառկեց մահճակալին, ձեռքերը դրեց փորին։ Երեխան շարժվեց, մի նուրբ շարժում, որը միշտ նրան ժպտալ էր ստիպում։ Մենք լավ կլինենք, շշնջաց նա։ Դեռ չգիտեմ ինչպես, բայց լավ կլինենք։ Այդ գիշեր Անահիտը շաբաթներ շարունակ առաջին անգամ խորը քնեց։ Չերազեց Դավթի կամ անորոշ ապագայի մասին։ Երազեց դատարկ ու լուռ ավտոբուսի կանգառի իր առջ բացվող երկար ճանապարհի մասին, որի վերջը չէր երում, բայց որից նա հետդարձ չկար։ Հաջորդ օրը նա արթնացավ խոհանոցից եկող սուրճի տապակած հացի բույրից։ Մի կարճ վայրկյան մոռացավ, թե որտեղ է ինչ է տեղի ունեցել։ Բայց հետո իրականությունը վերադարձավ սառը ալիքի պես, նա հիշեց։ Դավիթը նրան լքել էր։ Նա անծանոթների տանն էր։ Որդին մի քանի շաբաթից կծնվեր, նա գաղափար չուներ, թե ինչպես պետք է հաղթահարի այս ամենը։ Անահիտը դանդաղ վեր կացավ, լվաց դեմքը լոգարանում իջավ։ Խոհանոց։ Արմենը սուրճ էր պատրաստում, մինչ Նարեն եգիպտացորենի փաթիլներ էր ուտում։ Երկուսն էլ ժպտացին, երբ տեսան նրան։ Բարի լույս, ասաց Արմենը։ Լավ քնեցիր։ Անահիտը գլխով արեց։ Սպասվածիցս լավ։ Նորից շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Նստիր, քեզ համար սուրճ լցնեմ։ Նարէ, նրա համար հաց բեր։ Նրանք միասին նախաճաշեցին հարմարավետ լռության մեջ։ Նարեն խոսում էր դպրոցի, մաթեմատիկայի ձանձրալի ուսուցչուհու, գիտության տոնավաճառի համար նկարած նկարի մասին։ Արմենը համբերատար լսում էր, հարցեր տալիս, ծիծաղում դստեր պատմությունների վրա։ Անահիտը այս ամենը դիտում էր հիացմունքի տխրության խառնուրդով։ Սա այն կյանքն էր, որը նա պատկերացնում էր ունենալ։ Պարզ, հանգիստ, երջանկության փոքրիկ պահերով լի։ Նախաճաշից հետո Արմենը Նարեին ուղարկեց իր սենյակ խաղալու, նստեց Անահիտի դիմաց։ Տես, ես չեմ ուզում անտակտ լինել, բայց մենք պետք է խոսենք երեկվա մասին։ Դու ասացիր, որ քեզ լքել են։ Համոզված ես դրանում։ Անահիտը խորը շունչ քաշեց, վերցրեց հեռախոսը։ Ցույց տվեց հաղորդագրությունները Արմենին։ Զանգերի փորձերը։ Վերջին տեսած, բայց չպատասխանված հաղորդագրությունը։ Համոզված եմ, ասաց նա, ձայնը հաստատուն, չնայած սկսվող արցունքներին։ Նա դա պլանավորել էր։ Ինձ այնտեղ թողեց ու անհետացավ։ Արմենը կարդաց հաղորդագրությունները, դեմքն ավելի ու ավելի լրջանալով։ Սա շատ լուրջ է, Անահիտ։ Դու 8 ամսական հղի ես։ Սա ոչ միայն էմոցիոնալ լքվածություն է, այլ անօգնական վիճակում թողնելը։ Այստեղ իրավական հարցեր կան։ Անահիտը դրա մասին չէր մտածել։ Նա այնքան կենտրոնացած էր էմոցիալ ցավի վրա, որ իրավական կողմը չէր դիտարկել։ Կարծում ես, պետք է ինչ-որ բան անեմ։ Օրինակ, փաստաբան փնտրեմ։ Արմենը գլխով արեց։ Կարծում եմ, այո։ Դու պետք է պաշտպանես քեզ երեխային։ Սա չի կարող անպատիժ մնալ։ Նա դադար տվեց։ Ես մի փաստաբանի եմ ճանաչում, որն ընտանեկան իրավունքի գործերով է զբաղվում։ Եթե ուզում ես, կարող եմ քեզ նրա հետ ծանոթացնել։ Անահիտը նայեց իր ձեռքերին, հեռախոսին, որը բռնել էր, հաղորդագրություններին, որոնք ապացուցում էին լքվածությունը։ Նրա մի մասը ուզում էր մոռանալ ամեն ինչ, ծածնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, առաջ շարժվել։ Բայց մյուս մասը, ավելի ուժեղ գիտակից, գիտեր, որ սա վրեժի մասին չէ։ Սա արդարության մասին էր։ Սա իր որդու արժանին ստանալու մասին էր։ Ես համաձայն եմ, վերջապես ասաց նա։ Ուզում եմ խոսել այդ փաստաբանի հետ։ Արմենը թեթակի ժպտաց։
Այսօր նրան կզանգեմ։ Մինչ այդ, դու կարող ես այստեղ մնալ այնքան, որքան անհրաժեշտ է։ Առանց ճնշման, առանց շտապելու։ Մենք քեզ կօգնենք, ինչով որ անհրաժեշտ լինի։ Անահիտը զգաց, որ աչքերը նորից լցվում են, բայց այս անգամ դրանք տխրության արցունքներ չէին։ Դրանք երախտագիտության արցունքներ էին։ Ինչու ես այս ամենն անում ինձ համար, հարցրեց նա։ Դու ինձ նույնիսկ չես ճանաչում։ Արմենը մի պահ լուռ մնաց, կարծես կշռադատում էր պատասխանը։ Որովհետև ես գիտեմ, թե ինչ է նշանակում զգալ մոլորված ու անօգնական։ Ես նույն բանի միջով եմ անցել, երբ Նարեի մայրը գնաց։ Նա մի գիշեր պարզապես անհետացավ, մեզ մենակ թողեց։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում ամեն ինչ զրոյից վերակառուցել։ Եվ եթե այն ժամանակ որևէ մեկն ինձ օգներ, գուցե մի փոքր ավելի հեշտ լիներ։ Նա նայեց Անահիտին։ Այնպես որ ես քեզ համար անում եմ այն, ինչ կուզենայի, որ ինձ համար անեին։ Արմենի խոսքերը արձագանքեցին Անահիտի մտքում օրվա մնացած մասում։ Նա մնաց սենյակում, կարգի բերելով մտքերը, պատասխանելով Լիլիթի հաղորդագրություններին, որը վերջապես հասկացել էր, որ ինչ-որ բան այն չէ։ Նա դեռ ամեն ինչ չպատմեց, պարզապես ասաց, որ լավ է շուտով կբացատրի։ Պատրաստ չէր դիմակայելու հարցերին, դատողություններին, ես քեզ զգուշացրել էի ներին։ Այդ երեկոյան Արմենը վերադարձավ փաստաբանի հետ։ Նրա անունը Լուսինե էր, մոտ 50 տարեկան մի կին, կարճ մազերով թափանցող հայացքով։ Նա լուռ լսեց Անահիտի պատմությունը, նշումներ անելով տետրում։ Երբ Անահիտն ավարտեց, Լուսինեն փակեց տետրը, լրջորեն նայեց նրան։ Անահիտ, այն, ինչ ձեզ հետ տեղի է ունեցել, շատ լուրջ է։ Հղիության ընթացքում անօգնական վիճակում թողնելը հանցագործություն է։ Դուք ունեք ապացույցներ, վկաներ, հստակ պատմություն։ Մենք կարող ենք դատական գործ հարուցել ոչ միայն ալիմենտ երեխայի իրավունքներ ապահովելու համար, այլ հորը իրավական պատասխանատվության ենթարկելու այն իրավիճակի համար, որում նա ձեզ դրել է։ Անահիտը գուլ տվեց։ Իսկ եթե նա հերքի։ Եթե ասի, որ ես եմ մեքենայից իջել, որ ամեն ինչ թյուրիմացություն է եղել։ Լուսինեն հանգստացնող ժպտաց։ Դրա համար էլ մենք ամեն ինչ փաստաթղթավորում ենք։ Հաղորդագրությունները, տեղորոշման պատմությունը, եթե ունեք, վկաները, որոնք ձեզ մենակ են տեսել ավտոբուսի կանգառում։ Ճշմարտությունը միշտ բացահայտվում է, երբ ապացույցներ ունես։ Նա դադար տվեց։ Բայց դուք պետք է համոզված լինեք, որ ուզում եք սա։ Նման գործերը էմոցիոնալ առումով հյուծիչ են։ Դուք պետք է նորից ապրեք ամեն ինչ, պետք է դիմակայեք նրան, հնարավոր է նրա ընտանիքին։ Պետք է պատրաստ լինեք։ Անահիտը մտածեց երեխայի ապագայի, որը ցանկանում էր կառուցել, արժանապատվության մասին, որը կորցրել էր այդ ավտոբուսի կանգառում։ Ես ուզում եմ, հաստատակամորեն ասաց նա։ Ուզում եմ դա անել ճիշտ ձով։ Իմ որդու համար։ Հաջորդ օրերը վերածվեցին մի առօրյայի, որը Անահիտը երբեք չէր պատկերացրել։ Առավոտյան արթնանում էր սուրճի բույրից, որը Արմենը պատրաստում էր Նարեին դպրոց տանելուց առաջ։ Միասին նախաճաշում էին, խոսում պարզ բաներից, կամաց-կամաց այդ անծանոթների տունը սկսում էր ավելի քիչ անծանոթ թվալ, ավելի շատ նմանվել իր կյանքի փոթորկից ժամանակավոր ապաստանի։ Լուսինեն հստակ ռազմավարություն էր մշակել։ Նախ, պետք էր փաստաթղթավորել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել այդ գիշեր։ Հաղորդագրություններն արդեն պահպանված էին, զանգերի գրանցումները նույնպես։ Բայց նա պնդում էր, որ ավելին է պետք։ Ականատես վկաներ։ Մեկը, ով տեսել էր Անահիտին մենակ այդ ավտոբուսի կանգառում, մեկը, ով կարող էր հաստատել պատմությունը, բացառելով ցանկացած խելամիտ կասկած։ Արմենն էր, որ առաջարկեց վերադառնալ այդ վայր։ Գուցե մոտակայքում աշխատողներից մեկը ինչ-որ բան տեսած լինի, ասաց նա հինգշաբթի օրվա ճաշի ժամանակ։ Այնտեղ հացի փուռ կա, մթերային խանութ, բենզալցակայան։ Ինչ-որ մեկը պետք է նկատած լիներ գիշերը մենակ հղի կնոջը։ Անահիտը զգաց, թե ինչպես է ստամոքսը խառնվում միայն այդ վայր վերադառնալու մտքից։ Ավտոբուսի կանգառը նրա մտքում դարձել էր նվաստացման ցավի խորհրդանիշ։ Բայց նա գիտեր, որ Արմենը ճիշտ էր։ Եթե ուզում էին ամուր գործ կառուցել, պետք էին բոլոր հնարավոր ապացույցները։ Այդ երեկոյան, երբ Նարեն դպրոցում էր, Արմենն ու Անահիտը վերադարձան Մաշտոցի պողոտա։ Արոտ օր էր, բոլորովին տարբեր լքման ցուրտ ու մութ գիշերվանից։
Մեքենաները անընդհատ անցնում էին, մարդիկ քայլում էին մայթերով, ամեն ինչ այնքան սովորական էր թվում, որ դժվար էր հավատալ, որ ընդամենը մի քանի օր առաջ այստեղ այդքան սարսափելի բան էր տեղի ունեցել։ Արմենը կայանեց կանգառից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող հացի փռի դիմաց։ «Սկսենք այստեղից», ասաց նա, անջատելով շարժիչը։ Նրանք մտան հացի փուռ, թարմ հացի բույրը լցրեց նրանց քթանցքները։ Մոտ 60 տարեկան մի տղամարդ, ջերմակ մազերով ալյուրոտ գոգնոցով, կանգնած էր վաճառասեղանի հետում, հացերը դասավորելով։ Նա նրանց նայեց վաճառականի ավտոմատ ժպիտով։ «Բարդ ձեզ, ինչով կարող եմ օգնել»։ Արմենը մոտեցավ վաճառասեղանին։ «Բարդ ձեզ։ Իրականում, մենք գնումների չենք եկել։ Մենք տեղեկություն ենք փնտրում մի բանի մասին, որ տեղի է ունեցել այստեղ անցած շաբաթ»։ Տղամարդը խոժոռվեց, հետաքրքրված։ «Ինչ տեղեկություն»։ Անահիտը մի քայլ առաջ արեց, ձեռքն ինքնաբերաբար տանելով փորին։ «Անցած երեքշաբթի գիշերը ինձ թողել էին այնտեղի ավտոբուսի կանգառում։ 1 ժամից ավելի մենակ եմ մնացել, հղի, առանց որևէ մեկի օգնության։ Մենք ուզում էինք իմանալ, դուք այդ գիշեր աշխատում էիք, ինչ-որ բան տեսել եք»։ Տղամարդու դեմքը փոխվեց։ Անփույթ արտահայտությունը փոխարինվեց ավելի լուրջ, ավելի ուշադիր արտահայտությամբ։ «Սպասեք, դուք եք այն կինը, որ նստած էր այնտեղ»։ «Հղի, հացի տոպրակով»։ Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ «Այո, ես եմ»։ «Դուք ինձ տեսել եք»։ Տղամարդը դուրս եկավ վաճառասեղանի հետից, ձեռքերը սրբելով գոգնոցին։ «Այո, տեսել եմ։ Ես փակում էի հացի փուռը, երի ժամը 8-ն էր։ Տեսա ձեզ նստած այնտեղ, մենակ, տարօրինակ թվաց։ Ձեր վիճակում մի կին, այդ ժամին, առանց որևէ մեկի։ Մտածեցի նույնիսկ գնալ հարցնել, ամեն ինչ կարգին է, բայց հետո այստեղ հաճախորդներ եկան, երբ նորից նայեցի, դուք դեռ այնտեղ էիք։ Անհանգստացա»։ Արմենը առաջ անցավ։ «Պարոն, դեմ չեք լինի պաշտոնական ցուցմունք տալ այս մասին։ Դա շատ կարևոր կլինի Անահիտին օգնելու համար»։ Տղամարդը նայեց Անահիտին, նրա մեծ փորին, անքուն գիշերներից նշմարվող դեմքին։ «Իհարկե, դեմ չեմ։ Ձեզ հետ արածը ստորություն էր։ Եթե իմ խոսքը պետք է օգնելու համար, կարող եք ինձ վրա հույս դնել»։ Անահիտը զգաց, որ արցունքները հորթում են, բայց այս անգամ դրանք տխրության արցունքներ չէին։ Երախտագիտության էին։ «Շնորհակալ եմ, պարոն։ Դուք չեք պատկերացնում, թե սա որքան բան է նշանակում»։ Տղամարդը մի թուղթ վերցրեց, գրեց իր լրիվ անունը, հեռախոսահամարը հացի փռի հասցեն։ «Իմ անունը Հովհաննես է։ Ես այստեղ 30 տարի է աշխատում եմ, այս տարածքի բոլորին ճանաչում եմ։ Եթե որևէ բանի համար իմ կարիքը լինի, ուղղակի փնտրեք ինձ»։ Երբ նրանք դուրս եկան հացի փռից, Արմենը ժպտում էր։ «Տեսա՞ր։ Մենք վկա գտանք։ Սա շատ է ուժեղացնում քո գործը»։ Անահիտը բռնեց Հովհաննեսի տվյալներով թուղթը, կարծես դա աշխարհի ամենաթանկ բանը լիներ։ Ես չէի հավատում, երբ նա ասաց, որ հիշում է ինձ։ Մտածում էի, որ ոչ ոք չի նկատել։ Մարդիկ ավելին են նկատում, քան մենք մտածում ենք, ասաց Արմենը, նրա համար բացելով մեքենայի դուռը։ Երբեմն նրանք պարզապես չգիտեն, ինչպես օգնել։ Բայց երբ հնարավորություն ես տալիս, նրանք հայտնվում են։ Այդ գիշեր Լուսինեն հիացած էր, երբ իմացավ վկայի մասին։ «Հրաշալի է», ասաց նա հեռախոսով։ «Հովհաննեսի ցուցմունքով, հաղորդագրություններով, պատմությամբ մենք շատ ամուր գործ ունենք։ Ես կսկսեմ պատրաստել փաստաթղթերը, դատական գործ հարուցելու համար։ Դու պատրաստ ես դրան, Անահիտ»։ Անահիտը նայեց Արմենին ու Նարեին, որոնք հյուրասենյակում հեռուստացույց էին դիտում։ Նայեց պարզ սենյակին, որտեղ քնել էր վերջին գիշերները, տանը, որը դարձել էր իր ապաստանը։ Մտածեց երեխայի մասին, որը մեծանում էր իր ներսում, ապագայի մասին, որը ցանկանում էր կառուցել։ «Այո», պատասխանեց նա։ «Ես պատրաստ եմ»։ Հաջորդ շաբաթները լարված էին։ Լուսինեն արագ էր աշխատում, գործը կտոր-կտոր հավաքելով։ Անահիտը ստիպված էր վերապրել այդ գիշերվա յուրաքանչյուր պահը, մանրամասներ հայտնել, դժվար հարցերի պատասխանել։ Ցավոտ էր, բայց անհրաժեշտ։ Արմենը միշտ մոտ էր, լուր աջակցություն առաջարկելով։
Նարեն, իր մանկական անմեղությամբ թեթություն էր բերում ամենածանր պահերին, Անահիտին ծիծաղեցնելով դպրոցական պատմություններով գունավոր նկարներով։ Մինույն ժամանակ Անահիտը սկսեց կազմակերպել իր կյանքը։ Չէր կարող հավերժ կախված լինել Արմենի բարությունից։ Նրան պլան էր պետք։ Զանգեց Լիլիթին, որը վերջապես իմացավ ամբողջ պատմությունը կատաղեց Դավթի վրա։ Ինչպես կարողացավ դա անել քեզ հետ, գոռաց Լիլիթը հեռախոսով։ Ես դրա գլուխը կպոկեմ, եթե փողոցում տեսնեմ։ Հանգստացիր, Լիլ, ասաց Անահիտը, օգտագործելով ընկերուհու փաղաքշական անունը։ Ես դրանով զբաղվում եմ ճիշտ ձով։ Օրենքով։ Բայց ես քո օգնության կարիքը կունենամ, երբ երեխան ծնվի։ Ինձ վրա կարող ես հույս դնել ամեն ինչում, պատասխանեց Լիլիթը։ Դու լավ կլինես, Անի։ Ես գիտեմ, որ կլինես։ Անահիտը զանգեց նա մորը։ Դա ամենադժվար զանգերից մեկն էր, որ երբե արել էր։ Ալո, մամ, ասաց նա, երբ ծանոթ ձայնը պատասխանեց մյուս կողմից։ Լռություն եղավ, հետո հոգոց։ Անահիտ։ Ամիսներ է, ինչ չես զանգել։ Ինչ-որ բան է պատահել։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Այո, մամ, պատահել է։ Եվ դու ճիշտ էիր Դավթի հարցում։ Նա պատմեց ամեն ինչ, լքվելուց մինչ դատական գործը, Արմենի տնից մինչ երեխայի հետ կապված պլանները։ Երբ ավարտեց, լաց էր լինում։ Մայրը երկար լուռ մնաց։ Երբ վերջապես խոսեց, ձայնը խեղդված էր։ Աղջիկս, ես չէի ուզում իրավացի լինել։ Ես ուղղակի ուզում էի, որ դու երջանիկ լինես։ Նա դադար տվեց։ Բայց ես հպարտանում եմ քեզնով, որ դիմակայում ես սրան, որ չես հանձնվել։ Դու ավելի ուժեղ ես, քան պատկերացնում ես։ Անահիտը սրբեց արցունքները։ Կուզես գալ ինձ տեսնելու։ Ծանոթանալ տան հետ, որտեղ ես ապրում եմ։ Ծանոթանալ Արմենի ու Նարեի հետ։ Շատ կուզենայի, պատասխանեց մայրը։ Երբ ուզենաս ինձ ընդունել, ես կգամ։ Հաջորդ շաբաթավերջին Անահիտի մայրը, տիկին Սիրանուշը, հայտնվեց Արմենի տան դռան մոտ, գազարով կեքսով նյարդային ժպիտով։ Նրան ընդունեցին այն անկեղծ հյուրընկալությամբ, որը Արմենը կարծես առատորեն ուներ։ Տիկին Սիրանուշ, բարի գալուստ, ասաց նա, սեղմելով նրա ձեռքը։ Անահիտը շատ է խոսում ձեր մասին։ Սիրանուշը նայեց տղամարդուն, որն ապաստան էր տվել իր դստերը, պարզ, բայց հարմարավետ տանը, Նարեին, որը նրան ողջունեց անկեղծ գրկախառնությամբ։ Նա խորը երախտագիտություն զգաց այս մարդկանց հանդեպ, որոնք նույնիսկ չէին ճանաչում Անահիտին, բայց ավելին էին արել նրա համար, քան շատերը, որոնք իրենց ընկեր կամ ընտանիք էին համարում։ Ճաշի ընթացքում Սիրանուշը դիտում էր նրանց միջ եղած փոխհարաբերությունները։ Այն, թե ինչպես էր Արմենը հոգ տանում, որ Անահիտը հարմարավետ լինի, ինչպես էր Նարեն աշխույժ խոսում դպրոցի ծնվելիք երեխայի մասին, ինչպես բոլորը կարծես անկեղծորեն ուրախ էին միասին լինելու համար։ Այստեղ մի բան կար, որը պարզ բարությունից անդին էր։ Կապ կար, փոխադարձ հոգատարություն կար, մի բան, որը սկսում էր նմանվել ընտանիքի։ Ճաշից հետո Սիրանուշը Անահիտին տարավ այգի։ Աղջիկս, այս մարդը, որ քեզ ապաստան է տվել, նա շատ յուրահատուկ է թվում։ Անահիտը նայեց տան ներսը, որտեղ Արմենը լվանում էր սպասքը, մինչ Նարեն չորացնում էր ափսեները։ Այո, մամ, յուրահատուկ է։ Նա ու Նարեն այդ գիշեր իմ կյանքը փրկեցին։ Չգիտեմ ինչ կլիներ ինձ հետ, եթե նրանք չկանգնեին։ Սիրանուշը բռնեց դստեր ձեռքը։ Իսկ դու ինչպես ես քեզ զգում այս ամենի հետ կապված։ Դատական գործը, երեխան, այս նոր սկիզբը։ Անահիտը մի պահ մտածեց։ Վախենում եմ, մամ։ Շատ եմ վախենում։ Որ չկարողանամ, որ բավականաչափ լավ մայր չլինեմ, որ սխալ որոշումներ կայացնեմ։ Բայց նա հույս ունեմ։ Հույս, որ ամեն ինչ կլավանա, որ ես կկարողանամ լավ կյանք կառուցել իմ որդու համար։ Եվ երախտապարտ եմ։ Երախտապարտ, որ այսքան ցավի մեջ բարի մարդկանց գտա։ Սիրանուշը գրկեց դստերը։ Դու հիանալի մայր ես լինելու։ Եվ դու մենակ չես։ Ես կամ, Լիլիթը կա, այս հրաշալի մարդիկ կան։ Մենք քեզ կօգնենք։ Մինչ մայր ու դուստր խոսում էին այգում, տան ներսում Արմենը չորացնում էր ձեռքերը սրբիչով նայում պատուհանից։ Նարեն հայտնվեց նրա կողքին։ Հայրիկ, Անահիտը հավերժ մեզ հետ է ապրելու։ Արմենը հոգոց հանեց։ Չգիտեմ, աղջիկս։
Նա իր կյանքն ունի, իր ընտանիքը։ Մենք ուղղակի օգնում ենք, մինչ նա իր գործերը կարգավորի։ Նարեն մտախոհ դարձավ։ Բայց ինձ դուր եկավ, որ նա այստեղ է։ Տունը ավելի քիչ լուռ է։ Եվ նա լավն է։ Եվ երբ երեխան ծնվի, էլ ավելի լավ կլինի։ Արմենը ժպտաց խառնեց դստեր մազերը։ Ինձ էլ դուր եկավ, որ նա այստեղ է։ Բայց մենք չպետք է շատ կապվենք, լավ։ Մարդիկ գալիս ու գնում են մեր կյանքից։ Մենք օգնում ենք, ինչով կարող ենք, թողնում, որ նրանք իրենց ճանապարհով գնան։ Նարեն գլխով արեց, բայց Արմենը կարող էր տեսնել նրա դեմքին նույն բանը, ինչ զգում էր իր կրծքում։ Այդ տունը փոխվել էր Անահիտի ներկայությամբ։ Ավելի լիքն էր դարձել, ավելի կենդանի, ավելի շատ նման իսկական տան։ Եվ նա գիտեր, որ երբ Անահիտը գնա, մի դատարկություն կթողնի, որը դժվար կլինի լրացնել։ Դատական գործընթացը պաշտոնապես սկսվեց 2 շաբաթ անց։ Լուսինեն հայց ներկայացրեց հայրության ճանաչման, հետադարձ ալիմենտի պահանջի անօգնական վիճակում թողնելու համար փոխհատուցման պահանջով։ Դավիթը պաշտոնապես ծանուցվեց։ Անահիտը ներկա չէր, երբ նա ստացավ ծանուցումը, բայց Լուսինեն պատմեց, որ նա տեսանելիորեն ցնցված էր։ Նա փորձեց պնդել, որ ամեն ինչ թյուրիմացություն է եղել, բացատրեց Լուսինեն գրասենյակում հանդիպման ժամանակ։ Ասաց, որ դու ես խնդրել մեքենայից իջնել, որ դուք վիճել էիք։ Բայց երբ ես ներկայացրի հաղորդագրությունները, զանգերի պատմությունը, Հովհաննեսի ցուցմունքը, նա պատասխան չուներ։ Նրա փաստաբանը ժամանակ խնդրեց ապացույցներն ուսումնասիրելու համար։ Անահիտը բավարարվածության տխրության խառնուրդ զգաց։ Նրա մի մասը ուզում էր, որ Դավիթը տառապի իր արարքների հետանքներից։ Մյուս մասը, ավելի փոքր, բայց դեռ առկա, խղճում էր նրան։ Ի վերջո, նա իր որդու հայրն էր։ Եվ չնայած ամբողջ ցավին, սա այն չէր, ինչ նա ուզում էր։ Նա ընտանիք էր ուզում, սեր էր ուզում, գործընկերություն էր ուզում։ Բայց կյանքը միշտ չէ, որ տալիս է այն, ինչ մենք ուզում ենք։ Լուսինեն շարունակեց. Լուրը տարածվել է որոշ մարդկանց շրջանում։ Ընդհանուր ընկերներ, ընտանիք։ Մարդիկ սկսում են տեղեկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ անկեղծ ասած, Անահիտ, արձագանքը շատ բարենպաստ է քեզ համար։ Ոչ ոք չի հասկանում, թե ինչպես կարելի է լքել հղի կնոջը։ Դա լավ է գործի համար, հարցրեց Անահիտը։ Լուսինեն գլխով արեց։ Այո։ Հասարակական կարծիքը իրավական գործեր չի որոշում, բայց ճնշում է ստեղծում։ Ավելի դժվար է դարձնում նրա համար այլընտրանքային պատմություն ստեղծելը, երբ բոլորն արդեն գիտեն ճշմարտությունը։ Հաջորդ շաբաթների ընթացքում Անահիտը սկսեց զգալ գործընթացի սոցիալական հետանքները։ Դավիթը կորցրեց մի քանի ընկերների, որոնք նրան հարցաքննել էին լքելու մասին։ Նրա ընտանիքը սկզբում թերահավատ սկսեց կասկածի տակ դնել նրա վարկածը, երբ ապացույցները հրապարակվեցին։ Նրա որոշ գործընկերներ սկսեցին նրան այլ կերպ վերաբերվել, ավելի քիչ հարգանքով, ավելի շատ հեռավորությամբ։ Անահիտն այս մասին իմացավ ընդհանուր ծանոթների միջոցով, մարդկանց հաղորդագրություններից, որոնք ցանկանում էին աջակցություն հայտնել։ Այդ հաղորդագրություններից որոշները մխիթարական էին։ Մյուսները՝ ոչ այնքան։ Մարդիկ կային, որոնք փորձում էին նրան մեղավոր զգալ տալ, ասելով, որ երեխայի հորը դատի տալը դաժանություն է, որ երեխային հայր է պետք, որ նա վրեժխնդիր է։ Բայց Անահիտը ամուր մնաց։ Նա դա չէր անում վրեժի համար։ Անում էր արդարության, արժանապատվության, իր որդու արժանին ապահովելու համար։ Եվ եթե Դավիթը ուզում էր ներկա հայր լինել, նա կարող էր սկսել չլքելով իր որդու մորը ավտոբուսի կանգառում։ Մինչ գործընթացը առաջ էր գնում, Անահիտի մարմինը նույնպես իր սեփական փոփոխություններն էր ապրում։ Նա հղիության 36-րդ շաբաթում էր։ Երեխան տեղավորվել էր, շարժումները սահմանափակվել էին, մարզական կծկումները դարձել էին ավելի հաճախակի ինտենսիվ։ Նա պարբերաբար հսկողության էր գնում պետական պոլիկլինիկա, որտեղ բժիշկները նրան ուշադիր հետում էին։ Արմենը միշտ առաջարկում էր նրան տանել բուժզննումների։ Սկզբում Անահիտը հրաժարվում էր, չցանկանալով չարաշահել նրա բարությունը։ Բայց ժամանակի ընթացքում հասկացավ, որ նա իսկապես ուզում է օգնել, որ դա նրա համար բեռ կամ պարտականություն չէ։ Դա անկեղծ էր։ Այսպիսով, նա ընդունում էր, նրանք միասին էին գնում, երբեմն Նարեի հետ, երբ նա դասի չէր։ Հենց այդ այցելություններից մեկի ժամանակ բժշկուհին հայտնեց նորությունը։
Անահիտ, երեխայի զարգացումից ձեր ֆիզիկական վիճակից ելնելով, կարծում եմ, որ ծննդաբերությունը տեղի կունենա առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Կարող է ավելի շուտ լինել, կարող է մի փոքր ավելի ուշ, բայց ես կասեի, որ ուշադիր եղեք նշաններին։ Եթե կծկումները կանոնավոր դառնան, եթե պտղաջրերը գնան, անմիջապես եկեք հիվանդանոց։ Անահիտը դուրս եկավ բժշկի սենյակից արագացած սրտով։ Դա իրական էր։ Շատ իրական։ Օրերի ընթացքում նա մայր էր դառնալու։ Նա նայեց Արմենին, որը լսել էր ամեն ինչ։ Վախենում եմ, խոստովանեց նա։ Արմենը մխիթարական ձով ձեռքը դրեց նրա ուսին։ Վախենալը նորմալ է։ Բայց դու լավ կլինես։ Եվ մենք այստեղ կլինենք, քեզ օգնելու, ինչով որ պետք լինի։ Այդ գիշեր Անահիտը չկարողացավ քնել։ Պառկած նայում էր առաստաղին, ձեռքերը փորին, զգալով երեխայի շարժումները։ Ցածր ձայնով խոսում էր նրա հետ, ինչպես միշտ անում էր, երբ մենակ էր։ Բար, փոքրիկս։ Մայրիկդ այստեղ է։ Վախենում եմ, չեմ ստի։ Վախենում եմ, որ բավականաչափ լավը չեմ լինի, վախենում եմ ամեն ինչ սխալ անել։ Բայց խոստանում եմ, որ կփորձեմ։ Իմ լավագույնը կանեմ։ Եվ դու կունենաս սեր, կունենաս հոգատարություն, կունենաս այն ամենը, ինչ քեզ պետք է։ Նույնիսկ եթե հայրիկդ այստեղ չէ, դու երբեք մենակ չես լինի։ Ես երաշխավորում եմ։ Երեխան հարվածեց, կարծես պատասխանելով։ Անահիտը ժպտաց մթության մեջ։ Նրանք լավ էին լինելու։ Պետք էր հավատալ դրան։ Հաջորդ օրը Լուսինեն զանգեց նորություններով։ Անահիտ, Դավթի փաստաբանը կապվել է։ Նա ուզում է համաձայնության գալ։ Պատրաստ է ճանաչել հայրությունը, վճարել ալիմենտ, այն ամենը, ինչ մենք պահանջում ենք։ Բայց նա ուզում է, որ դու հանես անօգնական վիճակում թողնելու մասը, ուզում է, որ դա պաշտոնապես չգրանցվի։ Անահիտը լուռ մնաց։ Դա կարևոր որոշում էր։ Համաձայնությամբ նա կապահովեր այն ամենը, ինչ պետք էր երեխայի համար, առանց գործընթացը երկարացնելու։ Բայց դա նա կնշանակեր անտեսել տեղի ունեցածի ամենացավոտ մասը, կարծես այն գիշերը ավտոբուսի կանգառում երբեք պաշտոնապես գոյություն չի ունեցել։ Ես պետք է մտածեմ, ասաց նա Լուսինեին։ Իհարկե։ Բայց արագ մտածիր։ Առաջարկը ժամկետ ունի։ Անահիտը օրվա մնացած մասը մտածում էր։ Խոսեց Արմենի, մոր, Լիլիթի հետ։ Բոլորը տարբեր կարծիքներ ունեին։ Արմենը կարծում էր, որ նա պետք է ընդունի, կենտրոնանա ապագայի, ոչ թե անցյալի վրա։ Մայրը կարծում էր, որ նա պետք է պայքարի մինչ վերջ, թույլ չտա, որ Դավիթը խուսափի հետանքներից։ Լիլիթը երկմտում էր, տեսնելով երկու կողմերն էլ։ Վերջում Նարեն էր, որ առանց իմանալու, օգնեց Անահիտին որոշում կայացնել։ Աղջիկը նկարում էր խոհանոցի սեղանին, երբ հարցրեց. Անահիտ, երբ երեխան ծնվի, դու նրան կպատմես, թե ինչպես եք դուք ծանոթացել։ Անահիտը նայեց աղջկան։ Ինչպես թե, Նարե։ Նարեն շարունակեց նկարել։ Օրինակ, կպատմես, որ դու մենակ էիր, որ հայրիկս կանգնեց օգնելու, որ դու եկար մեզ հետ ապրելու։ Կարծում եմ, դա լավ պատմություն է։ Սկզբում տխուր, բայց վերջում լավ։ Անահիտը զգաց, որ իր ներսում ինչ-որ բան տեղը ընկավ։ Այո, ասաց նա։ Կպատմեմ։ Ամբողջ պատմությունը։ Որովհետև կարող է, որ նա իմանա ճշմարտությունը։ Եվ հենց այդ պահին նա որոշեց։ Զանգեց Լուսինեին։ Ես չեմ ընդունելու համաձայնությունը։ Ես չեմ ջնջելու այն, ինչ տեղի է ունեցել։ Իմ որդին կմեծանա, իմանալով ճշմարտությունը, այդ ճշմարտությունը պետք է փաստաթղթավորված լինի։ Սա վրեժի մասին չէ։ Սա պատմությունը վերաշարադրել թույլ չտալու մասին է։ Լուսինեն մի վայրկյան լուռ մնաց։ Համոզված ես։ Գործընթացը կշարունակվի, կարող է ավելի երկար տել, կարող է ավելի հյուծիչ լինել։ Համոզված եմ, հաստատակամորեն ասաց Անահիտը։ Ճշմարտությունը կարևոր է։ Եվ ես թույլ չեմ տա, որ այն ջնջվի։ Հասկանալի է, պատասխանեց Լուսինեն, Անահիտը կարող էր լսել հպարտությունը փաստաբանի ձայնում։ Այդ դեպքում առաջ ենք գնում։ Այդ գիշեր Անահիտը զգաց առաջին իրական կծկումը։ Դա մյուսների նման չէր, նուրբ ու անցողիկ։ Ինտենսիվ էր, ցավոտ, տիրելով նրա ամբողջ որովայնին։ Նա նայեց ժամացույցին։
Կեսգիշերն անց 15 խորը շունչ քաշեց, սպասելով, որ անցնի։ 20 րոպե անց մեկ այլ կծկում։ Հետո մեկ ուրիշը։ Կանոնավոր, ինտենսիվ, անսխալական։ Նա դանդաղ վեր կացավ գնաց Արմենի սենյակ։ Թակեց դուռը, սիրտը արագացած։ Արմեն, ցածր ձայնով կանչեց նա։ Արմեն, կարծում եմ, ժամանակն է։ Դուռը գրեթե անմիջապես բացվեց։ Արմենը հայտնվեց քնաթաթախ դեմքով, բայց աչքերն արդեն արթուն էին։ Անահիտ, հարցրեց նա խռպոտ ձայնով։ Ինչ է պատահել։ Կծկումները, ասաց նա, բռնելով փորը։ Կանոնավոր են գալիս։ Կարծում եմ, հիմա է։ Արմենը չվարանեց։ Մտավ սենյակ, արագ հագավ ջինսե տաբատ ու շապիկ։ Նարեին կարթնացնեմ։ Կարող ես քայլել մինչ մեքենան։ Անահիտը գլխով արեց, խորը շունչ քաշելով, մինչ հերթական կծկումը եկավ։ Արմենը գնաց դստեր սենյակ նրբորեն արթնացրեց նրան։ Աղջիկս, Անահիտը երեխա է ունենալու։ Պետք է նրան հիմա հիվանդանոց տանենք։ Նարեն արագ արթնացավ, աչքերը լայն բացված հուզմունքից ու նյարդայնությունից։ Իսկապես։ Երեխան հիմա ծնվելու։ Կարծես թե այո։ Գնացինք, վերարկու վերցրու, ցուրտ է։ Րոպեներ անց երեքով ամենագնացի մեջ էին, Երանի դատարկ փողոցներով շարժվելով դեպի Էրեբունի բժշկական կենտրոն։ Անահիտը ուղղորի նստատեղին էր, հեռախոսով հաշվելով կծկումները։ 7 րոպե, ասաց նա ցավի հերթական ալիքից հետո։ Ավելի են մոտենում։ Արմենը արագ, բայց զգույշ էր վարում, մի քանի վայրկյանը մեկ հայացք գցելով նրա վրա։ Լավ ես։ Դիմացիր, գրեթե հասանք։ Հետի նստատեղից Նարեն առաջ թեքվեց։ Անահիտ, դու շատ խիզախ ես։ Իմ ուսուցչուհին ասել է, որ երեխա ունենալը ամենախիզախ բանն է, որ կինը կարող է անել։ Անահիտը ժպտաց, չնայած ցավին։ Քո ուսուցչուհին ճիշտ է, Նարե։ Բայց ես նա վախենում եմ։ Ուղղակի թույլ չեմ տալիս, որ վախն ինձ կանգնեցնի։ Հիվանդանոցը լուռ էր, երբ հասան։ Մանկաբարձական շտապօգնության բաժանմունքում ընդամենը 2 այլ հղի կին էր սպասում։ Արմենն օգնեց Անահիտին իջնել մեքենայից, մինչ Նարեն բռնել էր օրեր առաջ պատրաստած պայուսակը։ Մի բուժքույր նրանց ընդառաջ եկավ անվասայլակով։ Քանի։ Շաբաթական, հարցրեց բուժքույրը, Անահիտին գնահատելով պրոֆեսիոնալ հայացքով։ 37 շաբաթական 4 օրական, պատասխանեց Անահիտը, վերահսկվող շնչառության միջ։ Իսկ գծկումները։ Ամեն 6-7 րոպեն մեկ։ 1 ժամ է, կանոնավոր են։ Բուժքույրը գլխով արեց, սկսեց սայլակը ներս հրել։ Ուղեկցողները կարող են սպասել սպասասրահում։ Նախ նրան կզննենք։ Արմենը բռնեց Անահիտի ձեռքը, նախքան նրան կտանեին։ Ես այստեղ կմնամ։ Եթե ինչ-որ բան լինի, մենք այստեղ սպասում ենք, լավ։ Անահիտը սեղմեց նրա ձեռքը, անսահման երախտագիտություն զգալով։ Շնորհակալ եմ, Արմեն։ Ամեն ինչի համար։ Նա ժպտաց։ Ամեն ինչ լավ կլինի։ Դու ուժեղ ես։ Անահիտին տարան զննման սենյակ, որտեղ հերթապահ բժշկուհին նրան զննեց։ 4 սանտիմետր բացվածք ունեք, տեղեկացրեց բժշկուհին զննումից հետո։ Ծննդաբերությունը սկսվել է։ Ձեզ կհոսպիտալացնենք, կհետենք զարգացմանը։ Կծկումների ռիթմից ելնելով, կասեի, որ ձեր երեխան պետք է ծնվի առաջիկա ժամերին։ Հաջորդ ժամերը ցավի, վախի, վճռականության խառնուրդ էին։ Անահիտին տարան նախածննդյան սենյակ, որտեղ նրան միացրին մոնիտորների, որոնք գրանցում էին երեխայի սրտի զարկերը, կծկումների ինտենսիվությունը։ Բուժքույրերը մտնում ու դուրս էին գալիս, ստուգելով նրա բացվածքը, կարգավորելով դիրքը, քաջալերական խոսքեր ասելով։ Ցավը գնալով ուժգնանում էր։ Յուրաքանչյուր կծկում մի ալիք էր, որը սկսվում էր մեջքից, պատում ամբողջ որովայնը երկար վայրկյաններով նրան շնչահեղձ անում։ Կծկումների միջ Անահիտը փորձում էր հանգստանալ, բայց վախն ու անհանգստությունը թույլ չէին տալիս լիովին թուլանալ։ Մտածում էր երեխայի մասին, թե ինչպես է լինելու նրան առաջին անգամ գրկելը, ինչպես է լինելու նրա դեմքին նայելն ու իմանալը, որ ինքը մայր է։ Մտածում էր նա Դավթի մասին։ Իր մտքի մի անկյունում նրա մի մասը դեռ հույս ուներ, որ նա կհայտնվի, որ ինչ-որ կերպ կիմանա, որ ինքը ծննդաբերում է, որ վազելով կգա, ներկա լինելու իր որդու ծննդին։
Բայց ժամերն անցնում էին, նա չէր հայտնվում։ Որովհետև նա նույնիսկ չգիտեր, թե որտեղ է ինքը։ Եվ նույնիսկ եթե իմանար, հավանաբար չէր գա։ Այս գիտակցումը գրեթե նույնքան ցավոտ էր, որքան կծկումները։ Բայց Անահիտը մենակ չէր։ Սպասասրահում Արմենն ու Նարեն սպասում էին։ Ժամանակ առ ժամանակ մի բուժքույր դուրս էր գալիս նորություններ հայտնելու։ Նա լավ է։ Բացվածքը առաջ է գնում։ Շատ չի ուշանա հիմա։ Առավոտյան ժամը 5-ին, գրեթե 5 ժամ ծննդաբերությունից հետո, բժշկուհին մտավ սենյակ։ Անահիտ, դուք լրիվ բացվածք ունեք։ Ժամանակն է գնալ ծննդասրահ։ Պատրաստ եք։ Անահիտը չգիտեր, պատրաստ է, թե ոչ։ Բայց մինույն է, գլխով արեց։ Երեխան գալիս էր, նա այլ ընտրություն չուներ, քան դիմակայել այն ամենին, ինչ սպասվում էր։ Ծննդասրահը սառն էր լուսավորված ինտենսիվ լույսերով։ Անահիտին օգնեցին բարձրանալ սեղանին, ոտքերը դրվեցին, մարմինը պատրաստվեց ամենակարևոր պահին։ Բժշկուհին զբաղեցրեց իր տեղը, բուժքույրերի թիմը շուրջը, ամեն ինչ աշխատում էր պրոֆեսիոնալ ճշգրտությամբ։ Հաջորդ կծկման ժամանակ դուք պետք է ճիգ թափեք, հրահանգեց բժշկուհին։ Ճիգ թափեք դեպի ներք, կարծես կղազատվում եք։ Պահեք 10 վայրկյան, հանգստացեք, երբ հաջորդ կծկումը գա, նորից արեք։ Անահիտը գլխով արեց, սիրտը ուժգին բաբախում էր։ Կծկումը եկավ փոթորկի պես, նա ճիգ թափեց իր ողջ ուժով։ Ամբողջ մարմինը լարվեց, ցավն անտանելի էր, բայց նա չկանգնեց։ 10 վայրկյան, որոնք հավերժություն թվացին։ Շատ լավ, գովեց բժշկուհին։ Հաջորդին նորից կանես։ Կծկումները հաջորդում էին իրար, յուրաքանչյուրը նախորդից ավելի ինտենսիվ։ Անահիտը ճիգ էր թափում, հանգստանում, նորից ճիգ թափում։ Քրտինքը հոսում էր դեմքով, արցունքները խառնվում էին ջանքերին, բայց նա չէր հանձնվում։ Մտածում էր երեխայի մասին, թե ինչպես է նա պայքարում ծնվելու համար նույնքան, որքան ինքն էր պայքարում նրան աշխարհ բերելու համար։ Այն բանից հետո, ինչը ժամեր թվաց, բայց ընդամենը 40 րոպե էր, բժշկուհին ժպտաց։ Ես արդեն գլուխը տեսնում եմ։ Եվս 1-2 կծկում, նա կծնվի։ Դու կարող ես, Անահիտ։ Մի քիչ էլ։ Անահիտը հավաքեց իր մնացած բոլոր ուժերը։ Հաջորդ կծկման ժամանակ նա իր ողջ կյանքի ամենաինտենսիվ ճիգը թափեց։ Զգաց, որ ինչ-որ բան շարժվում է, զգաց, որ երեխան սահում է, հետո լսեց ամենագեղեցիկ ձայնը, որ երբեք լսել էր։ Լաց։ Սուր, վրդովված, կենդանի։ Տղա է, հայտարարեց բժշկուհին, բարձրացնելով երեխային, որպեսզի Անահիտը կարողանա տեսնել։ Առողջ կատարյալ։ Անահիտը փլվեց սեղանին, հյուծված, բայց թեթացած։ Միաժամանակ լաց էր լինում ու ծիծաղում։ Տղա։ Նա որդի ուներ։ Թիմն արագ մաքրեց երեխային, դրեց Անահիտի կրծքին։ Նա դողացող ձեռքերով գրկեց նրան, նայելով այդ կարմիր ու ճմրթված դեմքին, աչուկներին, որոնք փորձում էին բացվել, փոքրիկ ձեռուկներին, որոնք բռունցք էին արել։ Բար, սերիմ, շշնջաց նա, արցունքներն ազատ հոսելով։ Բար, որդիս։ Ես քո մայրն եմ։ Ես այստեղ եմ։ Միշտ այստեղ կլինեմ։ Երեխան դադարեց լաց լինել, լսելով նրա ձայնը, կարծես ճանաչելով։ Անահիտը զգաց, որ սիրտը պայթում է սիրուց։ Այն ամենը, ինչի միջով անցել էր, ամբողջ ցավը, ամբողջ տառապանքը, ամեն ինչ իմաստ ստացավ այդ պահին։ Նա մայր էր։ Եվ ուրիշ ոչինչ կարոր չէր։ Հետծննդյան ընթացակարգերից հետո Անահիտին տարան հիվանդասենյակ։ Երեխան մաքուր էր, հագցրած փոքրիկ սպիտակ շորիկ, հանգիստ քնած մահճակալի կողքի օրորոցում։ Անահիտը չէր կարողանում հայացքը կտրել նրանից։ Իր որդին։ Իր հրաշքը։ Մի բուժքույր մտավ սենյակ։ 2 հոգի ուզում են ձեզ տեսնել։ Կարող եք այցելու ընդունել։ Անահիտը գլխով արեց, իմանալով, թե ովքեր են։ Արմենն ու Նարեն դանդաղ մտան, կարծես վախենում էին աղմուկ անել։ Նարեի աչքերը լայն բացված էին հետաքրքրությունից ու հուզմունքից։ Արմենը ժպտում էր, բայց նրա աչքերում ինչ-որ բան կար։ Հպարտություն, գուցե։ Կամ թեթացում։ Նա ծնվեց, ավելորդ կերպով ասաց Անահիտը, ձայնը դեռ խռպոտ ջանքերից։ Տղա է։ Նարեն ոտքի մատների վրա մոտեցավ օրորոցին։ Կարող եմ նրան մոտիկից տեսնել։
Իհարկե, պատասխանեց Անահիտը։ Ուղղակի զգույշ։ Նարեն նայեց քնած երեխային, դեմքը լուսավորվեց։ Նա այնքան փոքրիկ է։ Եվ այնքան գեղեցիկ։ Ինչ ես անունը դնելու։ Անահիտը շատ էր մտածել այդ մասին վերջին շաբաթներին։ Դիտարկել էր ընտանեկան անուններ, ժամանակակից անուններ, հատուկ նշանակություն ունեցող անուններ։ Բայց վերջում ընտրեց մի պարզ, ուժեղ անուն, որը ներկայացնում էր այն, ինչ զգում էր։ Գաբրիել, ասաց նա։ Անունը Գաբրիել եմ դնելու։ Գեղեցիկ անուն է, ասաց Արմենը նույնպես մոտենալով։ Նա նման է Գաբրիելի։ Նրանք մի որոշ ժամանակ այնտեղ մնացին, ցածր ձայնով խոսելով, հիանալով երեխայով, կիսելով այդ պահը։ Արմենը պատմեց, որ զանգել է տիկին Սիրանուշին Լիլիթին, տեղեկացնելով ծննդյան մասին։ Երկուսն էլ ճանապարհին էին դեպի հիվանդանոց։ Անահիտը երախտագիտության ալիք զգաց։ Նա իր շուրջը մարդիկ ուներ։ Աջակցություն ուներ։ Գաբրիելը մենակ չէր մեծանալու։ Արմենի Նարեի գնալուց հետո, որպեսզի նա հանգստանա, Անահիտը Գաբրիելին գրկեց։ Նա արթնացավ, մուգ աչուկները փորձում էին կենտրոնանալ նրա վրա։ Բար, սեր իմ, շշնջաց նա։ Դու ծնվեցիր ձմռան մի լուսաբացին, բարդ պատմության մեջ։ Հայրիկդ այստեղ չէ։ Բայց դու այնքան շատ մարդիկ ունես, որոնք արդեն քեզ սիրում են։ Սիրանուշ տատիկը կա, Լիլիթ մորաքույրը կա, Արմենն ու Նարեն կան։ Եվ ես կամ։ Միշտ ես կլինեմ։ Գաբրիելը հորանջեց, մատիկները բացվեցին ու փակվեցին։ Անահիտը համբուրեց նրա ճակատը, ներշնչելով նորածնի բույրը, այդ յուրահատուկ ու անսխալական բույրը։ Այդ պահին ուրիշ ոչինչ կարոր չէր։ Միայն իրենք երկուսը։ Տիկին Սիրանուշը մեկ ժամ անց հասավ, աչքերը կարմրած ուրախ լացից։ Բերել էր ծաղիկներ, շորիկներ, տակդիրներ, այն ամենը, ինչ նվիրված տատիկը կբերեր։ Գաբրիելին գրկեց ակնածալից նրբությամբ, սիրո օրհնության խոսքեր շշնջալով։ Նա կատարյալ է, Անահիտ։ Կատարյալ։ Լիլիթը հասավ կեսօրին, դեռ հիվանդանոցի համազգեստով, որտեղ աշխատում էր։ Նա ամուր գրկեց Անահիտին։ Դու կարողացար, ընկերուհիս։ Դու անհավանական ես։ Հաջորդ օրերին, մինչ Անահիտը վերականգնվում էր հիվանդանոցում, կյանքը դրսում շարունակվում էր։ Լուսինեն այցելեց նրան, նորություններ բերելով գործընթացի մասին։ Դավիթը փորձել էր կապ հաստատել, ցանկանալով իմանալ երեխայի ծննդյան մասին։ Նա արգելափակել էր նրա համարը խնդրել, որ ողջ հաղորդակցությունը կատարվի փաստաբանների միջոցով։ Եվ ավելին, ասաց Լուսինեն, աչքերում փայլով։ Պատմությունը հասել է մամուլին։ Տեղական թերթերից մեկը ուզում է հոդված գրել գործի մասին։ Հղի կինը, լքված ավտոբուսի կանգառում, դատի է տալիս երեխայի հորը։ Բավականին մեծ արձագանք է առաջացնում։ Անահիտը սառը զգաց որովայնում։ Ես չգիտեմ, ուզում եմ այդպիսի հրապարակայնություն, թե ոչ։ Լուսինեն գլխով արեց։ Հասկանում եմ։ Բայց այսպես մտածիր։ Քանի կին է անցնում նման իրավիճակների միջով խոսելու քաջություն չունի։ Քանիսն են լքվում լուռ մնում ամոթից կամ վախից։ Քո պատմությունը կարող է օգնել այլ կանանց հասկանալ, որ նրանք իրավունքներ ունեն, որ պետք չէ ընդունել այդպիսի վերաբերմունք։ Անահիտը նայեց օրորոցում քնած Գաբրիելին։ Մտածեց բոլոր այն կանանց մասին, որոնք կարող էին նույն իրավիճակում լինել, մենակ, առանց աջակցության, առանց իմանալու, որ տարբերակներ ունեն։ Լավ, վերջապես ասաց նա։ Ես համաձայն եմ հարցազրույց տալ։ Բայց ուզում եմ, որ այն անկեղծ լինի։ Ուզում եմ պատմել ամեն ինչ, առանց որևէ բան թաքցնելու։ Հոդվածը լույս տեսավ 3 օր անց, քաղաքային նորությունների բաժնի առաջին էջում։ Այնտեղ Անահիտի Գաբրիելի լուսանկարն էր, մանրամասն տեքստ լքվելու, դատական գործընթացի, արդարության համար պայքարի մասին։ Արձագանքն անմիջական ինտենսիվ էր։ Սոցիալական ցանցերում հարյուրավոր մարդիկ կիսվում էին պատմությամբ, աջակցություն հայտնում, վրդովմունք արտահայտում Դավթի նկատմամբ։ Որոշ կանայք սկսեցին կիսվել հղիության ընթացքում լքվելու իրենց սեփական պատմություններով։ Պատմություններ զուգընկերների մասին, որոնք անհետացել էին, հերքել հայրությունը, կանանց մենակ թողել ամենախոցելի պահերին։ Անահիտի պատմությունը դիպել էր հավաքական վերքի, ձայն էր տվել մի տառապանքի, որը շատերը լուռ կրում էին։ Դավիթը իր հերթին սկսեց զգալ հետանքների ծանրությունը։
Գործընկերները հարցաքննեցին նրան։ Նրա ընտանիքը, որը սկզբում նրա կողմն էր, սկսեց կասկածի տակ դնել նրա վարկածը։ Նրա մայրը զանգեց Լուսինեին, խնդրելով խոսել Անահիտի հետ։ Նա չպատասխանեց։ Հստակ սահմաններ էր դրել։ Ողջ հաղորդակցությունը պետք է լիներ փաստաբանների միջոցով։ Բայց Դավիթը չհանձնվեց։ Նա փորձեց բոլոր հնարավոր ձերով։ Հաղորդագրություններ ուղարկեց ընդհանուր ընկերների միջոցով, փորձեց հայտնվել հիվանդանոցում, բայց անվտանգությունը թույլ չտվեց, նույնիսկ կեղծ պրոֆիլներ ստեղծեց սոցիալական ցանցերում, փորձելով կապ հաստատել։ Անահիտն արգելափակեց ամեն ինչ։ Լուսինեն հստակ էր ասել. չներգրավել, չպատասխանել, ուշադրություն չդարձնել։ Գործընթացը կխոսեր նրա փոխարեն։ Երբ Անահիտը դուրս գրվեց հիվանդանոցից, Արմենը եկավ նրան վերցնելու։ Նա դուրս եկավ Գաբրիելին գրկած, տիկին Սիրանուշը կողքին, պայուսակները տանելով։ Լիլիթը հանգստյան օր էր վերցրել օգնելու համար։ Նարեն սպասում էր մեքենայում, անհամբեր տեսնելու երեխային նորից։ Արմենի տունը պատրաստվել էր նորածնի ընդունելությանը։ Նա նոր օրորոց էր գնել, տեղադրել հյուրասենյակում, որտեղ Անահիտն էր մնում։ Պաշարել էր տակտիրներ, անձեռոցիկներ, շորիկներ։ Նարեն նկարներ էր նկարել պատերը զարդարելու համար։ Պարզ սենյակ էր, բայց լի քնքշությամբ։ Բարի գալուստ տուն, Գաբրիել, ասաց Արմենը, երբ ներս մտան ժպտալով։ Պալատ չէ, բայց տուն է։ Անահիտը զգաց, որ աչքերը հազարերորդ անգամ լցվում են։ Արմենն այս ամենն արել էր։ Մի մարդ, որը նրան ոչինչ պարտք չէր, որն իր սեփական պարտականություններն ուներ, իր սեփական կյանքը։ Բայց որն ընտրել էր օգնել, որը բացել էր իր տունն ու սիրտը մի անծանոթի համար։ Գաբրիելի հետ առաջին շաբաթները ինտենսիվ էին։ Անահիտը գործնականում սովորեց, թե ինչ է նշանակում լինել մայր։ Գիշերային կերակրումները, տակտիրների անվերջ փոխելը, լացը, որը երբեմն տեսանելի պատճառ չուներ։ Հյուծիչ էր, դժվար էր, բայց նա կախարդական։ Յուրաքանչյուր ժպիտ, յուրաքանչյուր ձայն, զարգացման յուրաքանչյուր փոքրիկ նշաձող հաղթանակ էր։ Արմենն ու Նարեն օգնում էին, ինչով կարող էին։ Նարեն սիրում էր գրկել Գաբրիելին, նրա համար դեմքեր ծամածրել, երգեր երգել, որ սովորում էր դպրոցում։ Արմենն օգնում էր գործնական հարցերում։ Ճաշ էր պատրաստում, շորեր լվանում, գիշեր արթնանում, երբ լսում էր Գաբրիելի լացը, տեսնելու, թե արդյոք Անահիտին օգնություն է պետք։ Տիկին Սիրանուշը պարբերաբար այցելում էր, բերելով տնական ուտելիքներ, փորձառու տատիկի խորհուրդներ։ Լիլիթը գալիս էր, երբ կարողանում էր, առաջարկելով բժշկական ուղղորդում էմոցիոնալ աջակցություն։ Դա աջակցության ցանց էր, որը Անահիտը երբեք չէր պատկերացրել ունենալ։ Եվ ամեն ինչի կենտրոնում Գաբրիելն էր, փոքրիկ ու փխրուն, բայց արդեն ամեն ինչի պատճառը։ Մինույն ժամանակ դատական գործընթացը առաջ էր գնում։ Դատարանը հաշտության նիստ նշանակեց։ Դավիթը պետք է ներկայանար իր փաստաբանի հետ, փորձելով համաձայնության գալ։ Անահիտը նույնպես պետք է այնտեղ լիներ։ Դա կլիներ առաջին անգամը, որ նրանք կտեսնեին իրար այն գիշերվանից ի վեր ավտոբուսի կանգառում։ Ուզում ես քեզ հետ գամ, հարցրեց Արմենը, երբ Անահիտը պատմեց նիստի մասին։ Անահիտը վարանեց։ Նրա մի մասը ուզում էր նրա մխիթարական ներկայությունը։ Մյուս մասը կարծում էր, որ արդեն չափազանց շատ է չարաշահել նրա բարությունը։ Բայց Արմենը կարծես կարդում էր նրա մտքերը։ Աջակցություն խնդրելը չարաշահում չէ, Անահիտ։ Մենք դրա համար ենք այստեղ։ Եթե ուզում ես, որ գամ, կգամ։ Այո, ուզում եմ, խոստովանեց նա։ Քեզ հետ ավելի հեշտ կլինի։ Նիստի օրը Անահիտը հագավ պարզ, բայց արժանապատիվ հագուստ։ Հավաքեց մազերը, թեթ դիմահարդարում արեց։ Ուզում էր ուժեղ, վերահսկող եռալ, նույնիսկ եթե ներսում նյարդայնանում էր։ Տիկին Սիրանուշը մնաց տանը, Գաբրիելին խնամելու։ Արմենը նրան ուղեկցեց մինչ դատարան, մնալով սպասասրահում, մինչ նա ներս մտավ Լուսինեի հետ։ Դավիթն արդեն այնտեղ էր, նստած իր փաստաբանի կողքին։ Երբ Անահիտը ներս մտավ, նա աչքերը բարձրացրեց։ Մի կարճ պահ նրանց հայացքները հանդիպեցին։ Անահիտը նրա մեջ ինչ-որ բան տեսավ։ Զղջում, գուցե։ Կամ ամոթ։ Կամ պարզապես անհարմարություն այնտեղ լինելու, իր արարքների հետանքներին դիմակայելու համար։ Նա հայացքը փախցրեց նստեց Լուսինեի կողքին։
Չէր պատրաստվում նրան տալ այն բավարարությունը, տեսնելու, թե որքան է այդ հանդիպումն իրեն ազդում։ Դատավորը ներս մտավ, նիստը սկսվեց։ Նա բացատրեց հաշտության նպատակը, խնդրեց, որ փաստաբանները ներկայացնեն իրենց դիրքորոշումները։ Դավթի փաստաբանը առաջինը խոսեց։ Պնդեց, որ թյուրիմացություն է եղել, որ հարաբերությունները խառն էին, որ Դավիթը պատրաստ է ճանաչել հայրությունը ստանձնել ֆինանսական պարտականությունները։ Բայց շարունակում էր հերքել, որ դիտմամբ է լքել Անահիտին։ Լուսինեն հակադարձեց ապացույցներով։ Հաղորդագրությունները, վկայի ցուցմունքը, բժշկական գրառումները։ Թյուրիմացություն չկա, երբ դուք 8 ամսական հղի կնոջը գիշերը մենակ եք թողնում ավտոբուսի կանգառում, հաստատակամորեն ասաց նա։ Կա հստակ փաստաթղթավորված անօգնական վիճակում թողնելու դեպք։ Դատավորը լուռ լսեց ամեն ինչ։ Հետո շրջվեց դեպի Դավիթը։ Պարոն, ինքնապաշտպանության համար ասելիք ունեք։ Դավիթը վարանեց։ Նայեց Անահիտին, հետո հատակին։ Սկսեց նա, ձայնը դողալով։ Ես սխալ եմ գործել։ Լուրջ սխալ։ Ես չգիտեմ, ինչ էր անցնում իմ մտքով այդ գիշեր։ Ես վախենում էի, պատրաստ չէի հայր լինելու, ես վարվեցի հնարավորինս վատ ձով։ Նա դադար տվեց։ Ես արդարացում չունեմ։ Այն, ինչ ես արեցի, աններելի է։ Սենյակում լռությունը ծանր էր։ Անահիտը զգաց, որ իր ներսում ինչ-որ բան շարժվում է։ Ներում չէր։ Դեռ ոչ, գուցե երբեք։ Բայց դա գիտակցում էր, որ գոնե նա խոստովանում է ճշմարտությունը։ Դատավորը գլխով արեց։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը ամբաստանյալի խոստովանությունը, որոշում եմ հետյալը։ Հայրության ճանաչումը կպաշտոնականացվի։ Ալիմենտը կսահմանվի ամբաստանյալի աշխատավարձի 30%-ի չափով, հետադարձ ուժով երեխայի ծննդյան օրվանից։ Եվ գործի նյութերում կգրանցվի անօգնական վիճակում թողնելու փաստը, համապատասխան իրավական հետանքներով։ Դավիթը գլուխը կախեց։ Նրա փաստաբանը փորձեց վիճարկել, բայց դատավորը հաստատակամ էր։ Ապացույցները հստակ են։ Վկան վստահելի է։ Փաստերի այլ մեկնաբանության տեղ չկա։ Երբ նիստն ավարտվեց, Անահիտը դուրս եկավ սենյակից, զգալով, թե ինչպես է ուսերից մի ծանրություն ընկնում։ Դա լիակատար հաղթանակ չէր։ Ոչինչ հետ չէր բերի այն, ինչ կորցրել էր, հարաբերությունները, որոնք կարծում էր, թե ունի, ներկա հորը, որը ցանկանում էր իր որդու համար։ Բայց դա արդարություն էր։ Ճանաչում էր։ Համոզմունք էր, որ տեղի ունեցածը չի ջնջվի կամ մոռացվի։ Արմենը նրան սպասում էր ելքի մոտ։ Ինչպես անցավ, հարցրեց նա, ուսումնասիրելով նրա դեմքը։ Լավ անցավ, պատասխանեց նա։ Արդար էր։ Նա խոստովանեց, թե ինչ է արել։ Դատավորը մեր օգտին որոշեց։ Արմենը ժպտաց։ Ես գիտեի, որ ամեն ինչ լավ կլինի։ Դու պայքարեցիր դրա համար։ Հաջորդ ամիսները բերեցին մի առօրյա, որը Անահիտը երբեք հնարավոր չէր պատկերացնում։ Գաբրիելը արագ էր մեծանում, քաշ հավաքում, իր բնավորությունը զարգացնում։ Հանգիստ երեխա էր, որը հեշտությամբ ժպտում էր գիշերները լավ քնում, ի թեթություն տան բոլոր անդամների։ Անահիտը նրա մեջ ամենօրյա հրաշք էր տեսնում, յուրաքանչյուր նոր ձեռքբերում տոնելու առիթ էր։ Առաջին սոցիալական ժպիտը, առարկաներ վերցնելու առաջին փորձը, ձայները, որոնք սկսում էին նմանվել մամա, պապա բառերին։ Դատական որոշումը բերեց ոչ միայն արդարություն, այլ ֆինանսական կայունություն։ Ալիմենտը, որը Դավիթը պարտավոր էր վճարել, երաշխավորում էր, որ Անահիտը կարող է կենտրոնանալ Գաբրիելի կյանքի առաջին ամիսների վրա, առանց անմիջապես աշխատանքի վերադառնալու ճնշման։ Բայց նա գիտեր, որ չի կարող հավերժ դրանից կախված լինել։ Պետք էր վերականգնել իր մասնագիտական կյանքը, իր անկախությունը։ Արմենն էր, որ առաջարկեց նրան հեռավար կառավարման դասընթաց անցնել։ Դու միշտ կազմակերպված ես եղել, թվերի հետ լավ ես։ Այդպիսի դասընթացով դու կարող ես կես դրույքով տնից աշխատել, գոնե սկզբում։ Մինչ Գաբրիելը մեծանա։ Անահիտը դիտարկեց գաղափարը։ Իմաստ ուներ։ Նա կարող էր սովորել Գաբրիելի քնի ժամերին, հանգիստ գիշերներին, երբ նա քնում էր։ Արմենն առաջարկեց վճարել դասընթացի համար, բայց նա հաստատակամորեն մերժեց։ Դու արդեն չափազանց շատ ես արել ինձ համար։ Սա ես ինքս կվճարեմ։
Նա չպնդեց, հարգելով նրա որոշակի ինքնավարություն պահպանելու կարիքը։ Բայց Անահիտը գիտեր, որ Արմենը կլիներ այնտեղ, եթե նրա կարիքը լիներ, ինչպես եղել էր առաջին իսկ պահից։ Նրանց միջ համակեցությունը վերածվել էր հարմարավետ բնական մի բանի։ Չկային պահանջներ, չկային ակնկալիքներ, բացի փոխադարձ հարգանքից միմյանց նկատմամբ ունեցած հոգատարությունից։ Արմենը շարունակում էր լինել այն նվիրված հայրը, որը միշտ եղել էր, օրվա ընթացքում աշխատելով որպես սառնարանային տեխնիկ, վերադառնալով հոգնած, բայց միշտ ժպիտով Նարեի, այժմ նա Գաբրիելի համար։ Նարեն, իր հերթին, դարձել էր Գաբրիելի համար մի տեսակ ավագ քույր։ Նա սիրում էր օգնել Անահիտին պարզ գործերում, բռնել կաթի շիշը, ընտրել շորիկները, դեմքեր ծամացրել, երեխայից ժպիտներ կորզելու համար։ Աղջիկը ծաղկում էր նրանց ներկայությամբ տանը, ավելի շատ խոսելով, ավելի վստահ, ավելի երջանիկ։ Մի երեկո, մինչ Անահիտը փոխում էր Գաբրիելի տակտիրը, Նարեն հայտնվեց սենյակի դռան մոտ, ձեռքին մի նկար։ «Սա այսօր դպրոցում եմ նկարել», ասաց նա ամաչկոտ, մեկնելով թուղթը։ Անահիտը վերցրեց նկարը, զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Դա ընտանիք էր։ Բարձրահասակ տղամարդ, աղջիկ, կին փոքրիկ երեխա, բոլորը ձեռք-ձեռքի բռնած մի տան դիմաց։ Ներքում, երեխայի ծուռ տառերով, գրված էր. «Իմ ընտանիքը»։ «Նարե, սա հիանալի է», ասաց Անահիտը, ձայնը խեղդվելով։ «Կարող եմ պահել»։ Նարեն գլխով արեց, ժպտալով։ Ուսուցչուհին հարցրեց, թե ով է ապրում իմ տանը, ես ասացի, որ հայրիկս, ես, դու Գաբրիելը։ Նա ասաց, որ բոլոր նրանք, ովքեր միասին են ապրում ու հոգ տանում իրար մասին, ընտանիք են։ Ճիշտ է, չէ՞։ Անահիտը գրկեց աղջկան, փորձելով զսպել արցունքները։ Շատ ճիշտ է, սիրելիս։ Շատ ճիշտ։ Այդ գիշեր, երբ Նարեն քնեց, Գաբրիելը նոր էր կերել, Անահիտը նկարը ցույց տվեց Արմենին։ Նա երկար նայեց, աչքերը խոնավացած։ Նա քեզ ընտանիք է համարում, ցածր ձայնով ասաց նա։ Ձեզ երկուսիդ։ Քեզ Գաբրիելին։ Անահիտը զգաց, որ իր ներսում ինչ-որ բան շարժվում է, մի զգացում, որը ամիսներ շարունակ աճում էր, բայց որը նա վախենում էր անվանել։ Իսկ դու, հարցրեց նա, նախքան կկարողանար իրեն զսպել։ Դու մեզ ինչպես ես տեսնում։ Արմենը լուռ մնաց, զգուշությամբ ընտրելով բառերը։ Ես ձեզ տեսնում եմ որպես իմ կյանքի ամենակարևոր մարդկանց, Նարեից բացի։ Ես ամեն օր արթնանում եմ ուրախ, որ դուք այստեղ եք։ Ես անհանգստանում եմ, երբ դու դուրս ես գալիս, թեթանում եմ, երբ վերադառնում ես։ Ես լսում եմ Գաբրիելի լացը, գիշերը արդեն վեր եմ կենում, տեսնելու, թե արդյոք քեզ օգնություն է պետք։ Նա դադար տվեց, նայելով նրան։ Ես չգիտեմ սրա անունը։ Բայց դա իրական է։ Խորն է։ Անահիտը զգաց, որ սիրտը արագանում է։ Այն օրվանից, երբ Դավիթը լքել էր նրան, նա պատեր էր կառուցել իր սրտի շուրջ։ Երդվել էր ինքն իրեն, որ այլս այդքան հեշտ չի վստահի, որ չի բացվի, նորից վիրավորվելու համար։ Բայց Արմենը քանդել էր այդ պատերը աղյուս առ աղյուս, ոչ թե մեծ ժեստերով կամ դատարկ խոստումներով, այլ մշտական ներկայությամբ, անկեղծ հոգատարությամբ, մի բարությամբ, որը ոչինչ չէր ակնկալում փոխարենը։ Ես էլ չգիտեմ անունը, խոստովանեց նա։ Բայց ես նույն բանն եմ զգում։ Նրանք այնտեղ նստած էին, ցածր լույսերով հյուրասենյակում, Գաբրիելը քնած Անահիտի գրկում, Նարեի նկարը սուրճի սեղանի վրա։ Չհամբուրվեցին, դրամատիկ հայտարարություններ չարեցին։ Պարզապես ընդունեցին, որ իրենց միջ ինչ-որ բան փոխվել է, որ այն, ինչ սկսվել էր որպես բարեգործական ժեստ, վերածվել էր շատ ավելի խորը մի բանի։ Մինույն ժամանակ, քաղաքի մյուս ծայրում, Դավիթը դիմակայում էր իր ընտրությունների հետանքներին։ Դատական գործի մասին լուրը, մամուլի արձագանքը, ամեն ինչ ազդել էր նրա կյանքի վրա այնպես, ինչպես նա չէր սպասում։ Կորցրեց ընկերներ, դատապարտումների հանդիպեց աշխատավայրում, տեսավ, թե ինչպես է իր հեղինակությունը քայքայվում։ Ընտանիքը սկզբում նրա կողմից սկսեց հեռանալ, երբ ճշմարտությունն անհերքելի դարձավ։ Նա մի քանի անգամ փորձեց կապ հաստատել Անահիտի հետ։ Գրեց նամակներ, որոնք երբեք չբացվեցին, հաղորդագրություններ ուղարկեց երրորդ անձանց միջոցով, որոնք երբեք չպատասխանվեցին։ Ուզում էր ճանաչել Գաբրիելին, ուզում էր ներողություն խնդրել, ուզում էր ինչ-որ կերպ վերականգնել այն, ինչ կոտրել էր։ Բայց Անահիտը Լուսինեի միջոցով հստակ էր ասել. ողջ կապը պետք է լինի փաստաբանների միջոցով։ Ալիմենտը պարբերաբար վճարվում էր, իրավական իրավունքները հաստատված էին։ Քննարկելու այլ բան չկար։
Լուսինեն Անահիտին տեղեկացնում էր Դավթի փորձերի մասին։ Նա պնդում է վերահսկվող այցելությունների վրա, ասաց նա զանգի ժամանակ։ Ուզում է սկսել հարաբերություններ կառուցել իր որդու հետ։ Անահիտը նայեց Գաբրիելին, որը ճոճաթոռի մեջ էր, հիացած նայելով իր իսկ ոտքերին։ Իսկ դու ինչ ես կարծում, հարցրեց նա։ Օրենքով նա իրավունք ունի այցելելու իր որդուն։ Բայց դա կարող է լինել այն պայմաններով, որոնք դու կսահմանես։ Վերահսկվող այցելություններ չեզոք վայրում, կոնկրետ ժամերի։ Դու վերահսկում ես, թե ինչպես դա տեղի կունենա։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Նրա մի մասը ուզում էր մերժել, ուզում էր Դավթին հավերժ հեռու պահել Գաբրիելից, որպես հավերժական պատիժ իր արածի համար։ Բայց մյուս մասը, այն մասը, որը Գաբրիելին ավելի շատ էր սիրում, քան ատում Դավթին, գիտեր, որ յուրաքանչյուր երեխա արժանի է ճանաչելու իր հորը, նույնիսկ եթե այդ հայրը սարսափելիորեն ձախողվել էր։ Լավ, վերջապես ասաց նա։ Բայց դանդաղ։ Ամիսը մեկ այցելություն, մեկ ժամ, հանրային վայրում, որը մեկի ներկայությամբ։ Եվ եթե նա մեկ անգամ բաց թողնի, վերջ։ Թույլ չեմ տա, որ նա Գաբրիելին հիասթափեցնի, ինչպես ինձ հիասթափեցրեց։ Լուսինեն համաձայնեց։ Պայմանները կհաղորդեմ։ Եվ Անահիտ, դու ճիշտ որոշում ես կայացնում։ Ոչ թե նրա, այլ քո որդու համար։ Առաջին այցելությունը նշանակվեց շաբաթ օրը, կեսօրին, հանրային այգում։ Անահիտը հասավ Գաբրիելի հետ մանկասայլակով, ուղեկցությամբ Արմենի, որը պնդել էր ներկա լինել։ Դավիթն արդեն այնտեղ էր, տեսանելիորեն նյարդային, ձեռքին փափուկ արջուկ։ Երբ տեսավ Անահիտին, նա սառեց։ Բար, ցածր ձայնով ասաց նա։ Բար, պատասխանեց Անահիտը, ձայնը չեզոք պահելով։ Սա Գաբրիելն է։ Դավիթը դանդաղ մոտեցավ, կարծես վախենում էր վախեցնել երեխային։ Գաբրիելը նրան նայեց հետաքրքրությամբ, առանց ճանաչելու։ Բար, Գաբրիել, շշնջաց Դավիթը, ձայնը կոտրվելով։ Ես քո հայրն եմ։ Անահիտը տեսավ նրա աչքերի արցունքները տարօրինակ բան զգաց։ Խղճահարություն չէր, ներում չէր։ Պարզապես գիտակցում էր, որ Դավիթը նույնպես ինչ-որ բան էր կորցրել։ Կորցրել էր իր որդու կյանքի ամիսները, կորցրել էր առաջին ժպիտները, առաջին ձեռքբերումները։ Եվ դա մի հետանք էր, որը նա պետք է կրեր հավերժ։ Այցելությունը տեց ուղիղ 1 ժամ։ Դավիթը Գաբրիելին գրկեց ակնածալից զգուշությամբ, ցածր ձայնով խոսեց նրա հետ, խոստումներ տվեց ավելի լավը լինելու։ Երբ գնալու ժամանակը եկավ, նա դժկամությամբ երեխային վերադարձրեց Անահիտին։ Շնորհակալ եմ սրա համար, ասաց նա։ Ես գիտեմ, որ արժանի չեմ։ Ոչ, դու արժանի չես, անկեղծորեն պատասխանեց Անահիտը։ Բայց Գաբրիելն արժանի է ճանաչելու իր հորը։ Ուղղակի նրան էլ մի հիասթափեցրու։ Դավիթը գլխով արեց, առանց խոսքերի։ Երբ նա գնաց, Արմենը ձեռքը դրեց Անահիտի ուսին։ Դու այսօր շատ խիզախ էիր։ Սա խիզախության մասին չէր, պատասխանեց նա։ Սա ճիշտն անելու մասին էր։ Ամիսները շարունակում էին անցնել։ Գաբրիելը դարձավ 6 ամսական, հետո 9։ Սկսեց սողալ, պյուրեներ ուտել, առաջին վանկերն ասել, որոնք հնչում էին մամա, պապա, թե Անահիտը գիտեր, որ դրանք դեռ իսկական բառեր չէին։ Դավիթը պահպանում էր կանոնավոր այցելությունները, երբեք չէր բացակայում, միշտ ճշտապահ էր։ Մտերիմ հարաբերություն չէր, բայց հարաբերություն էր։ Եվ գուցե դա լավագույնն էր, որ կարող էին ունենալ, հաշվի առնելով հանգամանքները։ Անահիտն ավարտեց կառավարման դասընթացը գերազանց գնահատականներով։ Սկսեց աշխատանք փնտրել, որը կարող էր անել տնից, կես դրույքով։ Գտավ մի պաշտոն, որպես հաշվապահական ընկերության վիրտուալ օգնական։ Աշխատավարձը շատ չէր, բայց ալիմենտի հետ միասին բավական էր անկախության մասին մտածել սկսելու համար։ Հենց այդպիսի մի գիշեր, աշխատանքի մասին լուրը ստանալուց հետո, Անահիտը լուրջ խոսակցություն ունեցավ Արմենի հետ։ Նրանք խոհանոցում էին, նա պատրաստում էր Գաբրիելի գիշերային կաթը, մինչ Արմենը սուրճ էր պատրաստում։ Արմեն, ես աշխատանք եմ գտել, ասաց նա։ Հաջորդ ամսվանից կսկսեմ։ Նա լայն ժպտաց։ Դա հիանալի է, Անահիտ։ Շնորհավորում եմ։ Նա խորը շունչ քաշեց։ Այնպես որ, ես մտածում էի։ Ես պետք է սկսեմ կազմակերպվել, այստեղից գնալու համար։ Փոքր բնակարան փնտրել, մի բան, որը կարող եմ վճարել իմ աշխատավարձով ալիմենտով։
Դու արդեն չափազանց շատ ես արել ինձ Գաբրիելի համար։ Այլս չեմ կարող չարաշահել քո բարությունը։ Արմենի ժպիտը անհետացավ։ Տես, դու ոչինչ չես չարաշահում։ Բայց ես հասկանում եմ, եթե դու ուզում ես ունենալ քո սեփական տարածքը, քո անկախությունը։ Նա դադար տվեց, անփութորեն խառնելով սուրճը։ Բայց ես պետք է քեզ մի բան ասեմ, նախքան որոշում կայացնել։ Անահիտը զգաց, որ սիրտը արագանում է։ Կարող ես ասել։ Արմենը բաժակը դրեց լվացարանի մեջ, շրջվեց դեպի նա։ Վերջին ամիսներին այս տունը լիովին փոխվել է։ Առաջ միայն ես ու Նարեն էինք, լավ էր։ Մենք լավ էինք գլուխ հանում։ Բայց հիմա դու Գաբրիելը կաք, դա այլ է։ Ավելի լավ է։ Տունն ավելի լիքն է, ավելի կենդանի։ Նարեն երբեք այսքան երջանիկ չի եղել։ Իսկ ես, նա վարանեց, փնտրելով ճիշտ բառերը, ես սիրահարվել եմ քեզ, Անահիտ։ Չգիտեմ, երբ է դա տեղի ունեցել։ Գուցե աստիճանաբար, ամեն օր մի քիչ։ Բայց տեղի է ունեցել։ Եվ ես չեմ ուզում, որ դու գնաս։ Ոչ թե որովհետև կարծում եմ, որ դու իմ կարիքն ունես, այլ որովհետև ես քո կարիքն ունեմ։ Եվ քո ներկայության, քո ժպիտի, այն ձի, որով դու լուսավորում ես այս տունը։ Անահիտը զգաց, որ արցունքները սկսում են հոսել։ Արմենը շարունակեց, ձայնը հաստատուն, բայց հուզված։ Ես հիմա ոչինչ չեմ խնդրում։ Չեմ խնդրում, որ դու պատասխանես իմ զգացմունքներին։ Պարզապես խնդրում եմ, որ դու դիտարկես մնալու տարբերակը։ Ոչ թե որպես հյուր, այլ որպես այս ընտանիքի իսկական մաս։ Որպես զուգընկեր, որպես գործընկեր։ Քո ժամանակին, քո ձով։ Անահիտը չէր կարողանում խոսել։ Արցունքներն այժմ ազատ հոսում էին։ Արմենը մոտեցավ բութ մատով սրբեց մի արցունք, անսահման նուրբ ժեստով։ Եթե որոշես գնալ, ես կհասկանամ կօգնեմ քեզ։ Բայց եթե որոշես մնալ, ես ամեն ինչ կանեմ քեզ երջանիկ դարձնելու համար։ Քեզ Գաբրիելին։ Անահիտը վերջապես գտավ իր ձայնը։ Ես էլ եմ քեզ սիրահարվել, շշնջաց նա։ Փորձում էի չսիրահարվել։ Փորձում էի հեռավորություն պահել, հիշել, որ դու ուղղակի բարի ես։ Բայց դու ամեն ինչ այնքան հեշտ դարձրիր։ Դու ինձ ստիպեցիր նորից հավատալ բարի մարդկանց, հնարավոր երջանիկ ավարտներին։ Արմենը ժպտաց, նրա աչքերում նույնպես արցունքներ կային։ Այդ դեպքում մնա։ Կառուցիր այդ երջանիկ ավարտը այստեղ, մեզ հետ։ Նրանք համբուրվեցին այնտեղ, պարզ խոհանոցում, օդում սուրճի բույրով սենյակում քնած Գաբրիելի նուրբ ձայնով։ Դրամատիկ կամ կինեմատոգրաֆիկ չէր։ Իրական էր, անկեղծ, լի խոստումով, հույսով։ Նարեն հաջորդ օրը, նախաճաշի ժամանակ, իմացավ։ Նա նայեց Անահիտին ու Արմենին, նկատեց սեղանի վրա միահյուսված ձեռքերը, դեմքը լուսավորվեց։ Դուք միասին եք լինելու։ Ընկերների նման։ Արմենը ծիծաղեց։ Այո, աղջիկս։ Եթե Անահիտը համաձայնի։ Նարեն ցատկեց աթոռից գրկեց երկուսին։ Ես գիտեի։ Ես գիտեի, որ այդպես կլինի։ Հիմա մենք իսկական ընտանիք ենք։ Եվ նրանք այդպիսին էին։ Ոչ ավանդական ձով, ոչ այն ձով, որը Անահիտը պատկերացնում էր, երբ հղի էր Գաբրիելով երազում էր ընտանիքի մասին։ Բայց նրանք ընտանիք էին այնպես, ինչպես կարող էր։ Միավորված սիրով, հարգանքով, փոխադարձ հոգատարությամբ։ Ամիսները վերածվեցին տարիների։ Գաբրիելը մեծացավ, սկսեց քայլել, խոսել, իր յուրահատուկ բնավորությունը զարգացնել։ Ուրախ հետաքրքրասեր երեխա էր, շրջապատված սիրով բոլոր կողմերից։ Արմենին անվանում էր Արմեն Քեռի, իսկ Նարեին Նարե, երկուսն էլ պաշտում էին նրա հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը։ Դավիթը շարունակեց այցելությունները, ի վերջո դարձնելով դրանք 2 շաբաթը մեկ։ Երբեք չդարձավ այն ներկա հայրը, որին Գաբրիելն արժանի էր, բայց նրա կյանքում ներկայություն էր։ Եվ Անահիտը հաշտվել էր դրա հետ։ Լիովին չէր ներել, չէր մոռացել։ Բայց այլս զայրույթ չէր կրում։ Առաջ էր շարժվել։ Անահիտն ու Արմենն ամուսնացան տան այգում պարզ արարողությամբ, միայն մտերիմ ընտանիքի ընկերների հետ։ Նարեն հարսնաքույրն էր, իսկ Գաբրիելը գրեթե 2 տարեկան, ամենագեղեցիկ փոքրիկ ազաբն էր, որ երբե եղել էր, նույնիսկ եթե ճանապարհի կեսին գցեց մատանիները։ Տիկին Սիրանուշը լաց էր լինում հուզմունքից։ Լիլիթն ամենագեղեցիկ զվարճալի կենացն ասաց։
Իսկ Հովհաննեսը, հացի փռի տերը, որը վկա էր եղել այն վճռորոշ գիշերը, ներկա էր, բերելով հարսանեկան տորթը։ Մինչ տորթն էին կտրում, Արմենը շշնջաց Անահիտի ականջին. «Ով կմտածեր, որ ամեն ինչ կսկսվեր ավտոբուսի կանգառում»։ Անահիտը ժպտաց. «Ես ոչինչ չէի փոխի։ Ամբողջ տառապանքը, ամբողջ ցավը, ամեն ինչ արժեր այստեղ հասնելու համար»։ Տարիներ անց, երբ Գաբրիելն արդեն 5 տարեկան էր դպրոց էր հաճախում, ընթրիքի ժամանակ մի հարց տվեց. «Մամ, դու ու հայրիկն ինչպե՞ս եք ծանոթացել»։ Անահիտը նայեց Արմենին, որը քաջալերող ժպտաց. «Դե, սեր իմ», սկսեց նա։ «Երկար պատմություն է։ Մայրիկդ շատ դժվար ժամանակի միջով է անցել, երբ դու դեռ իմ փորում էիր։ Բայց հայրիկդ ու քույրիկդ ինձ գտան ու օգնեցին։ Եվ այդ օրվանից մենք ընտանիք դարձանք»։ Գաբրիելը մի պահ մտածեց. «Այսինքն դուք ինձ էլ եք փրկել»։ «Իրականում», ասաց Անահիտը, քնքշորեն խառնելով նրա մազերը, «մենք իրար ենք փրկել»։ Այդ գիշեր Գաբրիելին քնեցնելուց հետո Անահիտը գնաց խոհանոց հաջորդ օրվա համար նրա դպրոցական նախաճաշը պատրաստելու։ Վաճառասեղանի վրա մի բոքոն թարմ հաց կար, որը Արմենը գնել էր Հովհաննեսի հացի փռից։ Նա վերցրեց հացը, զգաց դեռ առկա ջերմությունը, ներշնչեց ծանոթ բույրը։ Մի կարճ պահ նա տեղափոխվեց այն գիշեր։ Ցուրտ ու մենավոր ավտոբուսի կանգառ, հուսահատություն, վախ, ձեռքերի մեջ հացը, որպես միակ շոշափելի մխիթարություն։ Բայց հիմա, կյանքով ու սիրով լի այդ խոհանոցում, հացը բոլորովին այլ բան էր նշանակում։ Նշանակում էր տուն։ Նշանակում էր ընտանիք։ Նշանակում էր, որ նա գոյատել էր, որ հաղթահարել էր, որ ցավի մոխիրներից գեղեցիկ բան էր կառուցել։ Արմենը հայտնվեց նրա հետում, գրկելով նրան։ «Ինչի՞ մասին ես մտածում»։ Անահիտը շրջվեց նրա գրկում, դեռ բռնելով հացը։ «Մտածում եմ, թե կյանքը որքան տարօրինակ է։ Թե ինչպես ամենավատ գիշերները կարող են հանգեցնել լավագույն օրերին։ Թե ինչպես մի բան, որը պետք է ինձ կործաներ, ի վերջո ինձ քեզ մոտ բերեց»։ Նա համբուրեց նրա ճակատը։ «Մենք շատ բաների միջով ենք անցել այստեղ հասնելու համար։ Եվ արժեր յուրաքանչյուր վայրկյանը», պատասխանեց նա։ Նրանք այնտեղ գրկախառնված մնացին, լուռ խոհանոցում, մինչ տունը քնած էր նրանց շուրջը։ Դրսում, քաղաքի ինչ-որ մի տեղ, ավտոբուսի կանգառը, որտեղ ամեն ինչ սկսվել էր, դեռ գոյություն ուներ։ Դեռ ուղորներ էր ընդունում, դեռ պատմությունների ականատես էր լինում։ Բայց Անահիտի համար այն ավելի մեծ բանի էր վերածվել։ Ոչ թե լքվածության, այլ դիմադրության խորհրդանիշի։ Ոչ թե ցավի, այլ վերափոխման։ Ոչ թե ինչ-որ բանի ավարտի, այլ ամեն ինչի սկզբի։ Գաբրիելը կմեծանար, լսելով այդ պատմությունը։ Այն մասին, թե ինչպես իր մորը լքեցին, բայց նա հրաժարվեց հանձնվել։ Այն մասին, թե ինչպես անծանոթները դարձան ընտանիք։ Այն մասին, թե ինչպես սերը կարող է գալ ամենաանսպասելի վայրերից։ Եվ նա կմեծանար, իմանալով, որ նույնիսկ ամենամութ պահերին միշտ կա նոր լուսաբացի հնարավորություն։ Մաշտոցի պողոտայի ավտոբուսի կանգառը դեռ երկար տարիներ այնտեղ կմնար։ Եվ երբեմն, ձմռան ցուրտ գիշերներին, Անահիտը Արմենի հետ մեքենայով անցնում էր այնտեղով։ Չէր կանգնում, կարիք չկար։ Պարզապես նայում էր, հիշում առաջ շարժվում։ Որովհետև անցյալն իր տեղն ուներ, բայց ապագան այն էր, որտեղ նա ընտրել էր ապրել։ Եվ այդ ապագայում նա ուներ ամուսին, որը սիրում էր իրեն, խորտ դուստր, որը նրան մոր պես էր տեսնում, որդի, որը մեծանում էր սիրով շրջապատված, մայր, որը դարձել էր իր լավագույն ընկերուհին, հավատարիմ ընկերներ հաղթահարման մի պատմություն, որը ոգեշնչում էր այլ կանանց չհամակերպվել ավելի քչի հետ, քան իրենք արժանի էին։ Անահիտն իր ճանապարհորդությունը սկսել էր մենակ ավտոբուսի կանգառում, բայց ավարտել էր սիրով շրջապատված մի տանը, որը կառուցել էր իր սեփական ձեռքերով, իր սեփական սրտով, իր սեփական ուժով։ Եվ դա, նա գիտեր, ամենամեծ հաղթանակն էր։